Հարգելի հայրենակիցներ, ողջունում ենք ձեզ մեր առցանց հանդիպմանը, որի շրջանակում հնարավորություն կունենաք անմիջական երկխոսության մեջ մտնելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննե Անդրեասյանի եւ ազգային ժողովի падգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հետ։ Այս ձևաչափը ստեղծված է լսելու քաղաքացու բարձրացրած խնդիրները եւ տալու արագ լուծումներ։ Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախատեսվում են նաև այլ գերատեսչությունների հետ։ Հետևելով կառավարության եւ ազգային ժողովի պաշտոնական էջերին կկարողանաք նախապես տեղեկանալ սպասվող հանդիպումներին եւ ուղարկել ձեր տեսահարցերը։ Այժմ խոսքն ուզում եմ փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննե Անդրեասյանին ամփոփելու ոլորտային հիմնական հարցերը եւ դրանից հետո արդեն կանցնենք հարց ու պատասխանի ձևաչափին։ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, բարի երեկո, սիրելի քաղաքացիներ։ Նախ եւ առաջ կուզեմ շնորհակալություն հայտնել ուղարկված բոլոր հարցերի համար, պետք է ասեմ, որ շատ մանրամասն լսել ենք բոլոր հարցերը եւ այդ հարցերին ուղղված պատասխաններն էլ կփորձենք ձևակերպել հնարավորինս թիրախային եւ կոնկրետ, չնայած պետք է նշեմ, որ հարցեր կան, որոնք ավելի լայն բովանդակային քննարկումների տեղ են բացում եւ գուցե իմ գործընկերների հետ նաեւ առիթ օգտագործենք խոսելու որոշ հարցերի շուրջ, ավելի շերտեր բացահայտելու, որոնք կարծում եմ նաեւ մեր քաղաքացիների համար ավելի տեսանելի կդարձնեն իրականացվող բարեփոխումների եւ փոփոխությունների ընթացքը։ Սակայն քանի որ հարցերի մեջ ցավոք տեղ չեն գտել որոշ ոլորտներին վերաբերող հարցեր, որտեղ որ մենք նույնպես ունենք կարևոր առաջնահերթություններ եւ որոնց շրջանակում կարևոր նաեւ արձանագրումներ ունենք, ձեր թույլտվությամբ ես 1-2 հիմնական արդյունք կուզեի նշել, որոնք հատկապես այս իրազեկման հարթակը հաշվի առնելով կարևորում են, որ մեր քաղաքացիների տեսանկյունից լրացուցիչ տեղեկատվություն լինի։ Մասնավորապես գիտության ոլորտին ներկայացված հարցերում անդրադարձ չկար, սակայն գիտության ոլորտը մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից է։ Ես ուզում եմ հիշեցնել ընդամենը մի քանի պարզ թվեր, որոնք ցույց են տալիս նաև մեր քաղաքականությունն այս ուղղությամբ եւ մասնավորապես ֆինանսավորման ընդհանուր ծավալների աճը, որը 2018 թվականի համեմատ կազմում է 280% եւ այդ իմաստով արդեն 40.2 միլիարդ դրամ ֆինանսավորման մասին ենք խոսում գիտության ոլորտում, ինչը եթե բովանդակային առումով նայենք, ապա մի քանի ուղղություններով էական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տվել եւ դրանից կուզեի առանձնացնել մի քանիսը, մասնավորապես մենք գիտության ոլորտում միայն բազային ֆինանսավորմամբ գիտնականների աշխատավարձերի շուրջ 300% աճ ունենք եւ այժմ միայն ուրեմն ֆինանսավորման տրամաբանությամբ բազային աշխատավարձերի ունենք իրավիճակ, երբ որ մարդիկ ամսական 500,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Սրան գումարվում են նաև տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերը, որոնց շրջանակներում այս գումարը կարող է ընդհուպ միջև կրկնապատկվել եւ ես ուրախությամբ մեկ անգամ նշել եմ, այսօր էլ կարծում եմ այս մասին կուզեմ նշել, մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան օրինակ պետական պաշտոնյաները եւ ես կարծում եմ, որ սա առաջին հերթին ուղիղ ցուցիչ է կառավարության վերաբերմունքի գիտության ոլորտին։ Մենք բազմապատկել ենք կապիտալ սարքավորումներին ուղղված ծախսերը գիտության ոլորտում, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի մեզ մոտ այսօր իրականացվեն այնպիսի հետազոտություններ, որոնց համար նախկինում մեր գիտնականները պետք է գտնվեին արտերկրի որևէ լաբորատորիայում։ Եվ սա ընդհանուր առմամբ բերել է նաև նրան, որ մեր գիտությունը դառնում է միջազգայինորեն ավելի մրցունակ։ Սա է ցույց տալիս նաև գիտական հրապարակումների ընդհանուր ծավալը, որը մենք տեսնում ենք եւ պետք է ասեմ, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում մեր հրապարակումների թվերը նախորդ տարեվերջի արդյունքներով պատմական ռեկորդներ են սահմանել։ 1-2 ցուցանիշ բերեմ, օրինակ Web of Science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալներով մեր հրապարակումների թիվը 24 թվականի տարեսկզբի համար 1205 է եղել, նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40%-ով գերազանցելով եւ սա պատմական ռեկորդ է, ինչպես նշեցի։ Նմանատիպ արդյունքներ ունենք նաև Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականներում հրապարակումների, որտեղ ունեցել ենք 2019 հրապարակում, ինչը 14%-ով ավել է, քան նախորդ տարվա հրապարակման ցուցանիշը։ Եվ սա նաև ցույց է տալիս, որ մեր գիտությունը դառնում է միջազգայինորեն մրցունակ եւ սա հնարավորություն է տալիս, որպեսզի մենք նաև այստեղ այնպիսի գիտական արդյունք ստանանք, որը կարող է նաև հետագայում տեխնոլոգիական եւ առևտրայնացման տեսանկյունից մեր երկրի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ բացել։
Ցավոք մենք նաև մշակույթի ոլորտին չենք ունեցել հարցերի շրջանակներում անդրադարձ, դրա համար ձեր թույլտվությամբ նաև 1-2 բան նշեմ մշակույթի ոլորտի մեր հիմնական արդյունքներից եւ այստեղ առաջին հերթին ուրախությամբ պետք է նշեմ մեր մշակութային կրթության ծրագիրը ու մասնավորապես հիշեցնեմ, որ պետության ֆինանսավորմամբ մեր բոլոր դպրոցականները ունենում են հնարավորություն այցելել թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ եւ պետք է ասեմ, որ նախորդ տարի մեր շուրջ 300,000 դպրոցականներ կամ մեր դպրոցահասակ երեխաների շուրջ 70%-ը օգտվել է այս ծրագրից, որը նախորդ տարվա համեմատ 30%-ով ավել ցուցանիշ է։ Իսկ սա առաջին հերթին նշանակում է, որ մեր երեխաները գնացել են թատրոններ, գնացել են համերգասրահներ, գնացել են թանգարաններ եւ դա նրանց կրթության եւ նրանց զարգացման շատ կարեւոր հիմքեր է դրել։ Մշակույթի ոլորտում մենք նախորդ տարի մի շատ կարեւոր հարց ենք լուծել, որ տարիներ շարունակ ոլորտը բարձրացնում էր։ Մասնապես գիտեք, որ սպորտի ոլորտում մենք ունենք քաղաքականություն, որ նվաճումներ ունեցած մարզիկները ամսական դրամական խրախուսում են ստանում եւ սա նաեւ պետության կողմից կարեւոր քաղաքականություն է, որպեսզի մարզիկները զբաղվեն իրենց մարզավիճակով եւ նոր արդյունքներ գրանցեն։ Ու շատ երկար ժամանակ մշակույթի ոլորտը հարց էր բարձրացնում, որ ինչու նմանատիպ վերաբերմունք եւ մոտեցում չկա մշակույթի ոլորտում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ երկարատև քննարկումներից հետո, որովհետեւ սպորտը բնականաբար այդ իմաստով ավելի չափելի է, իսկ մշակույթի ոլորտում հասկանալ, թե որոնք են այն միջազգային մրցույթները, փառատոնները, որոնցում հաղթանակն ու նվաճումը նաև խրախուսանքի արժանի նվաճում է, այստեղ ավելի երկար մասնագիտական քննարկում էր պետք, բայց մենք նախորդ տարի արդեն գործարկել ենք եւ այժմ մենք տվել ենք հնարավորություն մեր մշակույթի ոլորտի այն գործիչներին, այն արվեստագետներին, որոնք հաղթանակներ կունենան միջազգային հեղինակավոր փառատոններում եւ մրցանակաբաշխություններում ամսական մինչեւ 800,000 դրամ խրախուսում ստանալ։ Եվ ուրախ եմ, որ նախորդ տարի արդեն ունեցել ենք առաջին շահառուները, այս տարի շահառուների թիվը մեծ տեմպով ավելանում է եւ սա նույնպես ցույց է տալիս, որ այս բոլոր գործիքները աշխատում են եւ ունենում են արդյունք, ինչը եւս մեկ անգամ վկայում է մեր վարած քաղաքականության արդյունավետության մասին։ Թերևս այսքանը եւ մնացածը կարծում եմ, որ հարցերի շրջանակներում ավելի բովանդակային անդրադարձ հնարավոր կլինի անել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ տիկին նախարար, այժմ անցնենք մեր առաջին տեսահարցին։ Բարև ձեզ, ես Աբգար Միրոյանն եմ, 18 տարեկան, Արարատի մարզի Դեղցուտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, ազգային ժողով ամառային դպրոց 3-րդ ծրագրի սան, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի կից երիտասարդ քաղաքագետների ակումբի փոխնախագահ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նման ձևաչափով հարց հղելու հնարավորության համար։ Հարցս հետևյալն է. Հայաստանի Հանրապետության դպրոցներում, բուհերում կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են նախաձեռնվում, հատկապես հաշվի առնելով, որ կրթության որակը կախված է ուսուցիչների, դասախոսների պատրաստվածությունից։ Այսօր կրթական հաստատություններում փոխանցում են ինֆորմացիա, բայց չեն սովորեցնում ինչպես արդյունավետ կիրառել, սովորել, իսկ ավելի կոնկրետ բացակայում է ինչպես սովորելու սկզբունքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, սիրելի Աբգար, նախ շատ ուրախ եմ, որ այդպես ակտիվ մասնակցում եք տարբեր ծրագրերի եւ սա նաեւ հանրակրթության նոր չափորոշչի տրամաբանության մեջ է, որը խրախուսում է մեր սովորողների նախաձեռնողականությունը, ակտիվությունը եւ մասնակցությունը տարբեր ձևաչափերով եւ իհարկե հաշվի առնելով, որ Աբգարը 12-րդ դասարանում է սովորում, դեռևս նոր չափորոշ չի, ուրեմն տրամաբանությունը եւ ազդեցությունը դպրոցական մակարդակում իր վրա չի զգացել, որովհետեւ նոր չափորոշիչը 12-րդ դասարանում դեռ ներդրված չի, բայց կուզեմ հիշեցնել, որ հանրակրթության նոր չափորոշիչը, որը սեպտեմբերից կգործի արդեն 12 դասարաններից 11-ում, հենց այսպիսի կարողունակություն ունի ամենասկզբում ամրագրված որպես ամենակարևոր կարողունակություններից 8 կարողունակություններից մեկը, խոսքը սովորելու կարողունակության մասին է, ինչը ուղիղ ձևով հենց վերաբերում է նրան, որ մենք ոչ թե պետք է գիտելիքների, փաստերի ամբողջություն փոխանցենք մեր երեխաներին, այլ պետք է նրանք սովորեցնենք սովորել տարբեր իրավիճակներում եւ ունենալ այդ հմտությունը եւ բնականաբար շատ ճիշտ է նշվում հարցի մեջ, որ դրա համար առաջին հերթին պետք է, որպեսզի մեր ուսուցիչները, դասախոսները, նրանք ովքեր աշխատում են երեխաների հետ, նրանք ունենան այս կարևոր հմտությունները, պետք է հիշեցնեմ, որ մենք այս ոլորտում շատ կարևոր ուրեմն
ծրագրեր ենք իրականացնում ուսուցիչների ատեստավորման, թիրախային վերապատրաստումների եւ դրանք ուղղված են հենց նրան, որպեսզի մեր մանկավարժական անձնակազմը ունենա անհրաժեշտ հմտությունները երեխաների հետ տանելու այս կարևոր աշխատանքը եւ պետք է ասեմ, որ հանրակրթության նոր չափորոշիչի գնահատման անկախ արդյունքները ցույց են տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք, որտեղ հիշեցնեմ, որ այդ անկախ գնահատման արդյունքներով մենք կարողացել ենք 2 տարվա ընթացքում առնվազն 6 ամսով ավելացնել արդյունավետ սովորելու ժամանակը, ինչը նշանակում է, որ դրա յուրաքանչյուր օրվա ավարտին մեր երեխաները ունեցել են որևէ նոր հմտություն կամ գիտելիք։ Շնորհակալություն։ Ինքնին եթե թույլ կտաք, այս հարցը թերևս իմ կարծիքով, մեր կարծիքով մի քիչ ավելի հենց ձեր կողմից նշած մի քիչ ավելի բացելու հնարավորություն եմ տալիս։ Ես կուզենայի օրինակ անդրադառնալ հարցի մեջ հնչեց կրթական հաստատություններ, իմ կարծիքով ինչ ենք մենք անում, նախ եւ առաջ ինձ թվում առաջին բանը, որ հենց կրթական հաստատություն ենք ստեղծում, որովհետեւ իմ կարծիքով մեր արկա 1400 դպրոցներից ցավոք սրտի մեծամասնությունը այդ կրթական հաստատության հասկացության մեջ չի տեղավորվում, որտեւ եթե դպրոցը չունի մարզադահլիճ, այդ նշանակում է, որ մենք տենց էլի մատերիալանքով ենք նել ֆիզկուլտուրային, որը կարևոր կրթական բաղադրիչ է։ Եթե չունի լաբորատորիա, այդ նշանակում է ինքը կրթական հաստատության այդ ամբողջ հասկացության մեջ տեղավորվելու իրավունք չունի։ Մեր այս 300 դպրոց ծրագրի շրջանակում ինձ թվում է մենք առաջին բանը, որ անում ենք, հենց այդ կրթական հաստատությունն ենք նախ եւ առաջ ստեղծում, որովհետեւ ես չեմ վախենա նույնիսկ ասել, որ մինչև այս պահը մի քանի 1-2 մասնավոր դպրոցներ կառուցվել են Հայաստանում գուցե բարձրակարգ, բայց պետական դպրոցներ համենայնպես չեմ հանդիպել, որ այն ստանդարտները, որ հիմա ենք դրել, կառուցված լինի։ Այդ թվում է իմ ասած մարզադահլիճները, հա, եթե կառուցել ենք, բարձրվելա, որ եթե օրինակ այդ մինի ֆուտբոլի խաղադաշտը պետք է 20-40-ի վրա, կառուցել ենք 17-ը, ասենք, չգիտեմ, 33-ի վրա եւ դրանով էլի կեղծ, այսպես ասած, կամ սխալ կրթություն տվել, ինձ թվում է այն չափանիշները ու այն ստանդարտները, որ դրել ենք նոր կառուցվող դպրոցների, սկսել ենք հենց առաջին այդ կրթական հաստատություն ստեղծելով։ Եվ այս վերջին կտորի հետ կապված ես հիշում եմ մոտ 10 օր առաջ ձեր հերթական 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում, երբ զեկուցում էիք կատարված աշխատանքները վարչապետի հետ քննարկմանը, մի թիվ նշվեց մոտ 149 միլիարդ դրամի այս տարի, մենակ այս տարի 149 միլիարդ դրամի դպրոց եւ մանկապարտեզ է կառուցում։ Որպեսզի պատկերացնենք այս ինչ թիվ է, ինձ թվում է այն պահին, որ մենք եկել ենք իշխանության, երևի կրթության բյուջեն, ամբողջ բյուջեն է եղել 149 միլիարդ դրամ, այսինքն եթե նայենք ԳՄՍ բյուջեն եւ կրթության բյուջենը, այսինքն մենք միայն այս տարի կառուցում ենք վերակառուցում հիմնանորոգում ենք այնքան դպրոց, որքան օրինակ նախորդ 30 տարիների ընթացքում, այսինքն միայն այս մի տարվա ընթացքում ու գուցե համընկել է այս վերջին տարին, այս տարի եւ մյուս տարի ամենաշատ այսպես թվով դպրոցներն են գնալու բացմանը, ինձ թվում է մեր քաղաքացիները դրան ականատես կլինեն։ Այստեղ իհարկե դառը մի հատ իրականություն էլ կա, թիվը ինչքան էլ ուրախալի լինի 300 դպրոց, ես նաեւ հիշում եմ, երբ որպես շարունակություն առաջին ասացից, ես հիշում եմ, որ հարց հնչեց ձեզ նաեւ, կարծեմ վարչապետի կողմից տավես 300 դպրոցը որ կառուցենք, այդ 1400 դպրոցներից քանիսը դեռ կարիք կան, որ պետքա վերանորոգեն, ես հիշում եմ, որ նշվեց մի հսկայական թիվ, որ մոտ 6 թե 700 դպրոց պարզապես վերանորոգման տակ չի ընկնում, այսինքն այդ դպրոցները պետք է քանդվեն եւ զրոյից կառուցվեն, այսինքն ես ինչ եմ սա ասում, որ մեր քաղաքացիներն այդ թվում ապկարը պատկերացում կազմի, թե ընդհանրապես անցնող 30 տարիների ընթացքում ինչպես ենք մենք վերաբերվել մեր կրթության, այդպես գեղեցիկ խոսքերով Հայաստանի մեր, չգիտեմ, կրթության մեր երկրի մասին խոսել ենք, բայց իրական ժողովուրդ մենք այսօր մոտ 5-600, ես ուզում եմ սխալված չերնեմ, մի քիչ ոնց որ 700 եմ հիշում, բայց այդքան դպրոց կա, նույնիսկ 800 ասել։ Առնվազն 600 դպրոց ունենք, պատկերացնում եք, այսինքն մեր դպրոցների 50 եւ ավել տոկոսը այսօր պետքա քանդվեն, որովհետեւ իրանք ենթակա չեն այդ կրթական հաստատություն հասկացության ներքո գործելու։ Ապկարը երևի լավ չի հիշի, տասականները, որովհետև ակնհայտորեն շատ երիտասարդ է, բայց եթե այն նույն կոնտեքստում, երբ որ ասում են կրթական հաստատություն, այդ նույն կոնտեքստում, եթե ապկարը փնտրի 2017 թվականի ընտրությունների նախորդին լրագրողների կողմից հետաքննությամբ հրապարակված ձայնագրությունները կտեսնի, թե ինչպես են տասնյակ տնօրեններ, ուսուցիչներ
կրթական բովանդակության շուրջ մտածելու փոխարեն մտածում թե ինչպես ձայներ հավաքեն ինչ-որ կուսակցության համար, ինչպես ապահովեն իրենց վրա դրված քվոտան եւ ակնհայտ է, որ այդ միջավայրում չէր կարող ձևավորվել որակյալ կրթական բովանդակություն, այսինքն հարցը ոչ միայն կրթական ենթակառուցվածքի, կրթական բովանդակության, այլ նաև կրթական հաստատությունների ֆունկցիաների մասին է, կրթական հաստատությունները պետք է լինեն կրթության մասին, կարելի է ասել, որ մենք տարիներ շարունակ անցումային փուլում ենք եղել եւ ես հավատացած եմ, որ մենք շատ մոտ ենք հանգրվանին կրթական հաստատությունները զերծ պահել քաղաքական ազդեցություններից, քաղաքական որոշումներ կայացնողներին թույլ չտալ ադմինիստրատիվ որոշումներ կայացնել եւ դրա համար մենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք արել եւ ես կարծում եմ որ դրանք ոչ պակաս կարեւոր են քան ենթակառուցվածքային ու բովանդակայինը, այսինքն չափորոշիչներից եւ 300 դպրոցին քարման կապարտեզից եւ ակադեմիական քաղաքից եւ մեր մնացած ծրագրերից ոչ պակաս կարեւոր են, որ նախորդ տարի հանրակրթության մասին օրենքի փոփոխություններով մենք օրենքով արգելեցինք ավականու անդամներին, որոնք կուսակցություն են ներկայացնում եւ կուսակցության ղեկավար մարմիններում, այդ թվում տարածքային մարմիններում ընդգրկված անձանց զբաղեցնել դպրոցի տնօրենների, այսինքն որոշում կայացնողների պաշտոնները, որպեսզի զերծ պահենք դպրոցները կուսակցական մոտիվացիայով ղեկավարելուց եւ սա կապ չունի թե որ կուսակցության մասին է խոսքը, մենք համոզված ենք, որ չնայած նրան, որ դպրոցը պետք է երեխաներին քաղաքացիական դաստիարակություն տա, այդուամենայնիվ դա չպետք է լինի որևէ կուսակցության հետ աֆիլիացված այդ դաստիարակությունը եւ շուտով նաեւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կքննարկի եւ կընդունի բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքը, որտեղ նույնպես օրենքով կարգավորվում է կուսակցականների ներգրավումը բուհերում, բայց մենք նաև որոշումներ ենք ընդունել, որոնք ստիպված ենք եղել ընդունել, ուղղելով ժամանակին արված սխալ որոշումները, որոնք ուղիղ ցույց են տալիս նաև բովանդակային փոփոխությունները, մի պարզ օրինակ բերեմ, հանրակրթական դպրոցների ֆինանսավորման ծավալը եթե վերցնենք, 24 թվականին դա եղել է 113.9 միլիարդ դրամ։ Դա մոտավորապես 6.5%-ով ավել է, քան դրա նախորդ տարին, եւ եթե ընթացքով նայենք, ապա 2018-ից սկսած այս ուրեմն ծավալները էապես ավելացել են, եւ ինչի հաշվին է սա արվել։ 2000-ականներին կայացվել է մի մանկավարժական ու կրթության որակի տեսանկյունից չափազանց սխալ որոշում, որ ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 ժամ է սահմանվել, ուրեմն այն դեպքում, երբ որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսուցիչը պիտի ունենա բավարար ժամանակ դասին պատրաստվելու, աշխատանք անելու, նաև հանգստանալու, որպեսզի որակյալ դաս նաև կարողանա իրականացնել դասարանում եւ ավելացնելով 18 եւ 20 դասաժամերը 22 նպատակը եղել է մեկը՝ խնայել փող։ Չի կարող կրթությունը առաջնահերթություն համարվել եւ միևնույն ժամանակ դրա վրա խնայել գումար այնտեղ, որտեղ որ այդ գումարը ուղիղ անհրաժեշտություն է։ Եվ հիմա նաև այս գումարների ծավալների ավելացումը կապված է նրա հետ, որ մենք վերադառնում ենք ճիշտ մոտեցմանը, տարրական դասարաններով մեր ուսուցիչների համար սահմանելով շաբաթական 18 ժամ, եւ սա արդեն չի նվազում։ Ոչ միայն չի նվազում, այսինքն եթե նախկինում իրենց դրույքը հաշվարկվում էր 22 ժամը համարելով մեկ դրույք, հիմա տարրական դասարաններում դա 18 դասաժամ է, միջին եւ ավագ դպրոցում դա 20 դասաժամ է, եւ սա ինչու եմ նաեւ ասում, որովհետեւ մեզ հաճախ նաեւ ասում են այ ուսուցիչների բարձրացում բարձրացում, սա նաեւ բարձրացում բարձրացում է բոլոր ուսուցիչների համար։ Եվ կուզեմ սա առանձնահատուկ ընդգծել, որովհետև այստեղ մենք ունենում ենք ոչ թե ֆինանսական որոշում ըստ էության, այլ ունենում ենք նախ եւ առաջ կրթական որոշում։ Կապված էր կարծես թե որոշումը, Տիկին Անասյանից վերջերս ինձ ասում են, իհարկե չէի հավատում, բայց այդպես էր։ 4 դասանի ավարտական դասարաններ 38 հոգի, մեկ դասանում դա շատ չի։ Իրականում մեզ մոտ քաղաքաշինական նորմերով ամրագրված է, որ դասարանում երեխաների թիվը տարրական եւ միջին դպրոցում պիտի լինի ոչ ավել քան 25-ը եւ ավագ դասարաններում ոչ ավել քան 20-ը։ Եվ դասարանների կազմավորման փոփոխություններով մենք գնում ենք նաև այս փոփոխությանը, որովհետև սա էլ կրթության որակի հետ կապված ամենաուղիղ հարցերից է։ Այս պահին մեր դպրոցներում իրականում մինչև 35 երեխաներ են
տարրական եւ միջին դպրոցում եւ միջև 30 ավագ դպրոցում, որը նույնպես կրթության որակին ուղիղ խոչընդոտող եւ ուսուցիչներ։ Այո, սա նույնպես ընդունված որոշում է եւ սա նույնպես տեղի է ունենալու հաջորդող տարիներին, այստեղ մեր հիմնական խնդիրը այն է, որպեսզի դպրոցները պատրաստ լինեն ֆիզիկական տարածքի իմաստով լրացուցիչ դասասենյակների կարիք է լինելու որոշ տեղերում եւ նաեւ ուսուցիչների գուցե լրացուցիչ թվաքանակի կարիք լինի, որովհետեւ պարզ է, որ նոր դասարաններ են ձևավորվելու։ Բարև ձեզ, Դիանա Մանուկյան, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխայի տատիկ քաղաք Վանաձորից։ Հարգելի Տիկին Անդրեասյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ անդրադարձել եք դպրոց ընդունելության ընթացքում զարգացման դժվարություն ունեցող երեխաների հարցին, սակայն ունեմ մտահոգություն, որ օրենսդրական կարգավորումները մինչև հայտարարման գործընթացի սկիզբը չեն լինի, այդ դեպքում սահմանային տեղեր լրացրած դպրոցներում արդյոք հնարավոր կլինի այդ երեխաներին ընդունել դպրոց, հաշվի առնելով, որ տվյալ դպրոցում ունեն քույր կամ եղբայր։ Շնորհակալություն հարցի համար, ես նախ կարճ ասեմ ինչի մասին է խոսքը, գիտեք, որ մեզ մոտ կա օրենսդրական կարգավորում, համաձայն որի երեխաները պետք է գնան առաջին դասարան, ընդունվեն դպրոց, եթե տվյալ տարում, օրացուցային տարում լրանում է նրանց 6 տարեկանը եւ տարբեր քննարկումների արդյունքում մենք որոշեցինք լրացուցիչ կարգավորում անել այն երեխաների համար, որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում կարվի եւ որտեղ որ պարզ կդառնա, որ երեխաները իրենց ուրեմն մտավոր զարգացման եւ լավագույն շահի տեսանկյունից կարիք ունեն ուրեմն ավելի ուշ գնալու դպրոց, այս պարագայում օրինակ եթե երեխան 7 տարեկան է, ապա դիմելու պարագայում նա կկարողանա սովորել առաջին դասարանում։ Հիմա քանի որ հարցը վերաբերում է նրան, թե արդյոք կհասցնեն այս տարի հայտագրվել, պետք է հիշեցնեմ, որ հայտագրման ժամկետները առաջնահերթությունների մասով հետևյալն են, հունիսի 9-ից 22-ը կարող են հայտագրվել առաջնահերթություն ունեցող մեր բալիկները եւ քույր եղբայր տվյալ դպրոցում ունեցող երեխաները համարվում են առաջնահերթություն ունեցող եւ կարծում եմ, որ այս կարգավորումը կմտնի արդեն ուժի մեջ եւ կկարողանան հայտագրվել եւ սահմանված կարգով իրենց երեխաներին գրանցել դպրոցներում։ Մենք էլ ուշադիր կլինենք, որովհետեւ բնականաբար սա կարեւոր հարց է եւ պետք է ժամանակին լուծումները գործեն, որպեսզի լրացուցիչ բարդություններ չառաջանան ու վստահեցնում եմ, որ այս ժամկետում հնարավոր կլինի համապատասխան հայտագրումները իրականացնել։ Մինչ հնչեցնենք հաջորդ հարցը, ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև այլ գերատեսչությունների հետ եւ հետեւելով ազգային ժողովի եւ կառավարության պաշտոնական էջերին կկարողանաք նախապես տեղեկանալ հանդիպումներին եւ ուղարկել ձեր տեսահարցերը։ Սարգսյան Վահան, Գեղարքունիքի մարզի, մարզային մարզադպրոցի հանդբոլի մարզիչ։ Հարցս դիմում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Հարգելի նախարար, 1986 թվականից մենք ունենք մարզային մարզադպրոց, որտեղ մարզվում են շուրջ 220 աշակերտ 14 խմբերում։ Ցավոք սրտի, չունեն շենքային ոչ մի պայմաններ։ Բոլոր մարզումները անց են կացում հանրակրթական տարբեր դպրոցներում, տարբեր պայմաններում։ Մեր խնդրանքը ձեզ հնարավորին սահմաններում ստեղծել մեր համար շենք իր բոլոր մարզակառույցներով հանդերձ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եթե թույլ տաք այս մասով, ես գիտեմ նաև ինֆորմացիա, քանի որ նաև առանձին հանդիպումներ են ունեցել մասնավորների հետ, նախ հարցադրման մեջ ես օրինակ հարգելի քաղաքացի տարօրինակ որևէ բան չեմ տեսնում, որ մարզումները անցկացվեն հանրակրթական դպրոցների որևէ մարզադահլիճում, նախորդ հարցինի պատասխան հենց դա է ասում, որ մենք դպրոցների մարզադահլիճները կառուցելուց հենց կառուցում ենք, որ դա մարզադահլիճ ասելով հասկանանք ստանդարտներ, որտեղ եթե օրինակ բասկետբոլի խաղադաշտ պետք է լինի, ինքը պետք է համապատասխանի բասկետբոլի բոլոր ստանդարտներին։ Եթե օրինակ հանդբոլ կարծես թե նշեցիք, հանդբոլի դեպքում էլի պետք է համապատասխանի։ Հետևաբար, եթե առանձին այդ թվում շենք նախատեսված չէ կամ չկա այս պահին, կարծում եմ այն դպրոցները, որտեղ որ կառուցվել են եւ ձեր թույլտվությամբ, քանի որ դրանք մեր ծրագրերը շատ են, մենք ստիպված ենք լինում օգտվել հեռախոսից, քանի որ 1-2-ը չեն, դժվար է 300 դպրոցի դեպքում հիշել, բայց Գեղարքունիքի մարզի դեպքում ես առնվազն 3 տեղ առանձնացրած ունեմ, Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց,
Ակունք գյուղի միջնակարգ դպրոց եւ Գագարինի միջնակարգ դպրոց, մի դեպքում կառուցում է 0-ից, երկու դեպքում վերակառուցում, սրանք մարզադահլիճների մասին են, այսինքն այս մարզադահլիճները, ես ճիշտ եմ, չէ՞, Տիկին Անդրեասյան, այս մարզադահլիճները իրենք, այո, թեև այսպես իրավաբանորեն պատկանում են դպրոցի, այսինքն հանրապետական հաստատության բազայում են գտնվում, բայց այդ մարզադահլիճները իրանք մարզադահլիճ են, այդ թվում պրոֆեսիոնալ սպորտաձևով զբաղվելու եւ մեր հարգելի քաղաքացին կարող է նաև այդտեղ խմբակներ ունենալ, այդ թվում մեր նոր ծրագրի այդ սոցիալական կրեդիտների իման վրա կարող է կրթության նախարարությունում ձեր նույն հանդբոլի խմբակը, եթե սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք, բայց ինչքան գիտեմ, այդպես է, չէ՞, հանդբոլի խմբակը կարող է երաշխավորել որպես կրթական ծրագիր եւ մարզումներ անցկացնել, երեխաներն էլ ծնողները վճարելով հետագայում հանրազատել անկախիկ վճարելու դեպքում ու այդ պայմանները արդեն բնականաբար բազմաթիվ անգամներ տալիս ենք, բայց ուզում եմ ասել, որ ինչի եմ սա տարբեր գուցե տարբեր բաներից եմ խոսում, բայց իրանք որ վերցնում ես puzzle են, այսինքն դպրոցներում կառուցվող մարզադահլիճները, այսօր կառուցում ենք մարզադահլիճ, որ համապատասխանի այդ մարզադահլիճ ասվածի բոլոր ստանդարտներին եւ այնտեղ հնարավոր լինի իրականացնել այդ ու պրոֆեսիոնալ մարզումներ եւ ես կարծում եմ այս 3 դպրոցները եթե ձեր մոտակայքում էլ չեն, ապա հաջորդ ծրագրում վստահաբար դպրոցաշինության կլինեն դպրոցներ, բայց նաև ունենք մեկ ծրագիր Տիկին Անդրեասյան, ես կուզենայի հասկանալ կարծես թե վարչապետի կողմից կար նաև այդ առաջարկը հանդիպում, տարբեր մասնավոր մարզա, այսպես ասած ջիմերի ներկայացուցիչների հետ, ես գիտեմ, որ թեկուզ գովազ տնջի, բայց քանի որ լավ նախաձեռնություն է, թող մյուսներն էլ այսպես ասած, քանի որ առաջարկը բաց է, կարծես թե Հիլզի կողմից ունենք, չէ՞։ 3 այդպիսի առաջարկ ինչ ընթացքում, այսինքն ինչ է սա, հարգելի քաղաքացիներ, այն նույն իմ ասած դպրոցի տրամաբանությամբ, եթե անգամ առաջիկա 15 տարին փորձենք մեր դպրոցները կառուցել մեկապետական միջոցներով, այդ հնարավոր չի լինելու եւ կար առաջարկ վարչապետի կողմից ինչքան հիշում եմ ելիք հանդիպումներին, որ փորձենք մասնավորին ներգրավել, քանի որ այս ոլորտում մասնավորները առավել հայտնի են, գիտենք բոլորս կամ շատերս օգտվում ենք այդ մարզասրահներից, պետություն մասնավոր համագործակցության, կարծես թե առաջին, Գեղարքունիքի մարզում, եթե չեմ սխալվում կար։ Այո, միանգամայն ճիշտ եք, պարոն Գաբրելյան, մենք աշխատում ենք մասնավորի հետ, որպեսզի ինչպես որ սպորտի ռազմավարությամբ ամրագրված է, մեր բոլոր խոշորացված համայնքներում ունենանք տիպային մարզահամալիրներ։ Եվ դա իր մեջ ներառում է խաղային մարզադահլիճ, ներառում է լողավազան, ներառում է նաև այլ մարզաձևերով զբաղվելու հնարավորություններ։ Եվ այստեղ արդեն իսկ մեր համապատասխան որոշման նախագիծը դրված է իդրաֆտ հարթակում, շրջանառվում է 3 վայրերում այս պահին տիպային մարզահամալիրների ուրեմն կառուցումը մասնավորի հետ համագործակցությամբ սկսելու նախաձեռնությունը, որտեղ ընդգրկված են Արարատը, Եղեգնաձորը եւ Մարտունին, այսինքն Գեղարքունիքի մարզում հենց առաջին փուլում կունենանք մարզահամալիրի կառուցման հնարավորություն, արդեն իսկ տեղորոշումներն էլ կան, Արարատի մարզում նույնիսկ իրականացված է հողահատկացումը, Մարտունիում եւ Եղեգնաձորում դա process-ի մեջ է եւ նախատեսում ենք, որ հավատարմագրային կառավարման կտանք եւ դա հնարավորություն կտա փոխշահավետ տրամաբանության մեջ աշխատել։ Ծրագիրը դեռ բաց է։ Այսինքն, եթե որևէ մասնավոր ընկերություն այդում ես մեր եթերը նայելով, ինքը կարող է նույնպես դիմել նախարարության, մոդելը հետևյալն է, այսինքն պետությունը կառուցում է, չէ՞, մարզա համալիրը գույքը ապահովում էր կարծես թե մասնավորին, այս կոնկրետ այս դեպքում կարող է տարբեր գործում է հետո։ Այսինքն պետությունը օգնում է բիզնեսին, բիզնես կառուցում է, տարբեր տեղ կարող է պայմանները մի փոքր տարբեր են, բայց մոդելը հետևյալն է, պետություն մասնավոր համագործակցությամբ մենք փորձում ենք բոլոր մարզերում այն այսպես ասած բարձրակարգ ջիմերը, որ կան Երևանում, ունենանք նաև մեր մարզերում եւ պետությունը այստեղ պատրաստ է առաջարկը հարգելի տնտեսվարողներ բացա, կարող եք այս մասով եթե հետաքրքրվածություն ունեք որևէ մարզում ունենալու ձեր մասնաճյուղը, կարող եք դիմել նախարարությանը եւ պետությունը նույնպես կաջակցի այս հարցում։ Շատ կարճ պարզապես ասեմ մեր քաղաքացուն, մենք մարզադպրոցների առումով էլ այնքան ծրագրեր ունենք, որոնք կամ ավարտվել են կամ ավարտման փուլում են, օրինակ ես մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ Գյումրիով անցնելուց Արթուր Ալեքսանյանի անվան մարզապալատի ուղղակի այդ մասշտաբը որ տեսնեք, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվում, իհարկե արժանի է մեր մարզիկը եւ
մենք հայտարարել էինք, որ բոլոր այն մարզիկներով գիտի օլիմպիական չեմպիոն կդառնան կկառուցվի։ Սիմոն Մարտիրոսյանի մեկ մարզադպրոց արդեն կառուցվել է, ջրատապում։ Նախագծման փուլում է կարծես թե Արթուր Աբրահամի անվան, այնտեղ մի քիչ process-ը ձգձգվում է, բայց արդյոք օգտվելով նաև շատ մասնավորներ են, չէ, երբեմն ասում, բայց ծրագիրս երկարում է, այդում նաև պետությունը կարծես թե այս խնդրին բախվում եւ Արթուր Աբրահամի դեպքում արդեն երկրորդ տարին նախագծման process-ում է։ Վիկ Դարչինյանին ենք ունենալու կամ նախատեսված է ունենալ, կարծես բյուջեով էլ հատկացումներ կա, այսինքն արվում է հսկայական աշխատանք ու ինձ թվում է կարճաժամկետում, այսինքն 2-3 տարվա ընթացքում Արթուր Ալեքսանյանը նախատեսում են կարծես թե նախորդ հաջորդ տարվա ավարտին մենք տեսնելու ենք այդ արդյունքը եւ այդ առողջ ապրելակերպը պրոստնա սպորտի նաեւ նվաճումները տեսանելի են լինելու։ Հուսով եմ կարողացա պատասխանել մեր քաղաքացու հարցին։ Ցավոք մեր ժամանակը սուղ է եւ հնարավորինս ավելի շատ հարցերի անդրադառնալու համար միանգամից անցնենք հաջորդ հարցին։ Բարև ձեզ, շնորհակալություն այս հնարավորության համար։ Շահին Մինասյան, բնակվում եմ Գերմանիայում, բայց հաճախ լինում եմ Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ միջմարտկային հարաբերությունները զարգացած երկրներում, մասնավորապես Եվրոպայում գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այսինքն երկու իրար անծանոթ մարդիկ միմյանց հարգում են։ Հարգանքը օրինակ դրսևորվում է հերթ չխախտելու մեջ։ Սա երևի ամենապարզ օրինակն է։ Հայաստանում ցավոք այդպես չէ։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնց յուրաքանչյուրս հանդիպում է իր առօրյա կյանքում, օրինակներ, որտեղ նույն իրավիճակում մենք հայերս կարող ենք ավելի ճիշտ վարքագիծ դրսևորել։ Չեք կարծում, որ դպրոցում վաղ դասարաններից կարելի է ներդնել այնպիսի գործիքներ, որտեղ երեխաները դեռ վաղ տարիքից կհասկանան, կսովորեն հասարակությունում վարվելու ճիշտ կանոնները, կհասկանան, որ նրանք բոլորը իրոք հավասար են։ Այդ ամենը օրինակ Գերմանիայում դրվում է հենց դպրոցում։ Կարելի է ուսումնասիրել զարգացած երկրների փորձը եւ ներդնել նրանք Հայաստանում։ Այլ կերպ ասած սերմանել արժեքներ, որոնք կստեղծեն ավելի ամուր եւ կուռ հասարակություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ իհարկե համաձայնելով, որ բազմաթիվ խնդիրներ կան, եկեք նաև համաձայնվենք, որ բազմաթիվ իրավիճակներ կան, երբ որ մեր երեխաները եւ մեր ուրեմն դպրոցական հասակի քաղաքացիները, այս դեպքում կուզեմ այդպես անվանել, իրենց շատ ճիշտ են դրսևորում։ Եվ ես կուզեմ մեր գնահատականների մեջ մենք երբեք չգնանք ծայրահեղացման իրավիճակների, որովհետև իրականում մեր դպրոցներում սովորում են շուրջ 430,000 երեխաներ, եւ նրանց մեծ մասը շատ բավականին լավ արդյունքներ է գրանցում եւ կարողանում է նաեւ իր հետագա գործունեության մեջ ցույց տալ, որ հասարակության լիարժեք անդամ է։ Խնդիրներ կան ամենուր եւ այո, դպրոցում պետք է այդ ուղղությամբ աշխատանքը արվի սիստեմատիկ, հետևողական եւ առանց հոգնելու։ Եվ հանրակրթության չափորոշիչի փոփոխությունը նաև դրա մասին է, որովհետև նախկինում մեր չափորոշիչը ամբողջությամբ հիմնված էր գիտելիքի վրա։ Եվ այդտեղ, եթե բացեիք ու հասկանայիք պետությունը ինչ էր պահանջում դպրոցներից, պետությունը պահանջում էր մաթեմատիկայից իմանալ սա, բնագիտությունից իմանալ սա, հայոց լեզվից այս կանոնները եւ ուղղագրությունն ու քերականությունը։ Հանրակրթության նոր չափորոշիչը առաջին հերթին փոխեց հայեցակարգը։ Եվ այստեղ գրված է, որ մեր հիմնական խնդիրն է երեխաների մոտ ձևավորել կարողունակություն, կոմպետենցիա։ Կոմպետենցիան իր մեջ ներառում է գիտելիք, հմտություն, արժեք եւ դիրքորոշում։ Այսինքն այն հարցը, որը բարձրացվում է, հենց սկզբից ձևակերպված է որպես դպրոցի խնդիր։ Եվ այնուհետև ես պիտի խնդրեմ, որ մեր քաղաքացին, որը հարցը տալիս է, նաեւ չափորոշիչը հասանելի է, բաց, այստեղ նշված են նաև յուրաքանչյուր դպրոցի ավարտին, այսինքն 4-րդ դասարանի ավարտին, 9-րդ դասարանի եւ 12-րդ դասարանի, որոնք են մեր կոնկրետ վերջնարդյունքները, որ մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է իմանա, հետևի եւ այդպես ուրեմն դիրքորոշում ձևավորի եւ այստեղ շատ մեծ բաժին կա հենց հասարակության ներսում վարքականոնի։ Մեր ամենակարևոր ուրեմն կարողունակություններից մեկը դա հենց սոցիալական եւ ժողովրդավարական կարողունակությունն է, որն ուղղված է սոցիալականացման քաղաքականությանը եւ այդ իմաստով նաեւ դպրոցում մի շարք առարկաներ կան, որ այդ խնդիրը լուծում են, դրան ուղղված է նաեւ ընդհանուր մեթոդաբանությունը, օրինակ նախագծային ուսուցման, որտեղ առաջին հերթին երեխան սովորում է ձևակերպել խնդիր եւ
շատ ուրեմն խրախուսվող ձևաչափը իրենց համայնքում արկա խնդիրը ձևակերպելն է եւ այդ խնդրի շուրջ ինքնուրույն կամ թիմով աշխատանք անել, խնդրի լուծում առաջարկել։ Այդ թիմային աշխատանքը խնդիրները նկատել է զգայունությունը, այն վարքականոնն են ձևավորում, որը իրականում քաղաքացիական վարքականոնն է, եւ պետք է ասեմ, որ մենք արդեն իսկ այդ փորձը ուսումնասիրել ենք, այդ թվում Գերմանիայի, որովհետեւ հանրակրթության նոր չափորոշիչը շատ առումներով նաեւ գերմանական կրթության փորձի վրա է հիմնված։ Քանի որ ասացիք ժամանակի առումով, ես ուզում եմ նաև ասել, եթե որ հարց կլինի, որ չկարողանանք հասցնել կամ պատասխանել, վստահաբար բոլորին անձնական հետ հետադարձ կապով գրավոր որոշ դեպքերում եթե պետք է մենք նույնպես վիդեո ֆորմատով կպատասխանենք հետ կուղարկենք հարգելի քաղաքացիներ, այնպես որ անհոգ եղեք ձեր բոլոր հարցերին պատասխան կտրվի։ Անցնենք հաջորդ հարցին։ Բարև ձեզ, ես Գեղամ եմ Գասպարյան, Արարատ քաղաքից։ Իմ երեխաները սովորում են դպրոցում։ Ես ուզում եմ մի խնդրանքով դիմեմ օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներին, հարգելի նախարարին, Տիկին Ժանա Անդրեսյանին։ Խնդրում եմ, ուղղակի ցանկանայի նախ բոլոր ոլորտներում լիներ այդպես, եթե ասենք այսօր կրթության մասով, խնդրում եմ ուղղակի, ասենք, եթե մարդիկ աշխատանքի են ընդունվում, թող անպայման լավ իմանան սահմանադրության գլուխ 1, գլուխ 2-ը, որ հասկանան, որ մարդը բարձրագույն արժեք է, թող հասկանան ծնողի իրավունքներն ու պարտավորությունները, ուսուցչի իրավունքներն ու պարտավորությունները, աշակերտի իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ մասով գոնե քննություն տա, որպեսզի իրենց ենթագիտակցության մեջ միշտ դա լինի, որպեսզի շփվելու ընթացքում իրենք անընդհատ հասկանան, որ մարդը բարձրագույն արժեք է։ Խնդրում եմ դա ներառեք, եթե ներառված է, շնորհակալություն նախապես, ասենք ուղղակի հետևողական եղեք։ Շատ շնորհակալ եմ, ձեզ շնորհակալություն ձեր ծառայության համար։ Շնորհակալություն հարցի համար, ես ամբողջությամբ հասկանում եմ հարցի հնարավոր կոնտեքստը, մարդու բարձրագույն էակ լինելու, որովհետև ինքս ունեցել եմ իրավիճակներ, երբ որ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, օրինակ մի քանի ժամանոց հանդիպում եմ ունեցել եւ այդ հանդիպման ժամանակ ոչ մի անգամ չի հնչել երեխա բառը եւ ես ունեմ տպավորություն, որ մենք երբեմն կրթական հաստատություններում մոռանում ենք, թե որն է կարևորը եւ կարծում եմ, որ բոլորովին էլ պատահական չի, որ հարցը չնայած օրենսդրությանն է վերաբերում, բայց իրականում նախ եւ առաջ արժեքային եւ դիրքորոշմանը վերաբերող հարց է։ Պետք է ասեմ, որ արդեն իսկ ներառված է օրենսդրության իմացության պահանջը։ Գիտեք, որ ուրեմն թե հանրակրթական, թե նախադպրոցական, թե ՄԿՈ հաստատությունների ղեկավարները պետք է անպայման հավաստագիր ունենան։ Հավաստագիր այն փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս մասնակցելու հետագայում այդ պաշտոնի համար հայտարարվող մրցույթին։ Հավաստագրման գործընթացը ըստ էության հենց քննություն է եւ դրա մեջ բնականաբար օրենսդրության իմացությունը ամենակարևոր բաներից մեկն է եւ վստահաբար այն բոլոր օրենքները, որոնց իմացության կարիքը կա, այդ թվում ծնողների իրավունքների պարտականությունների, ուսուցիչների, դրանք բոլորը ներառված են։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա գիտեք, որ մեր երկրում պարտադիր է ուսուցիչների հերթական ատեստավորումը։ Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է անցնի այդ ատեստավորումը։ Այս պահին արդեն մենք փոխել ենք կարիքների վրա հիմնված, դա կարող է լինել նաեւ ավելի կարճ ժամանակ, առավելագույնը 5 տարին մեկ, եւ այստեղ էլ հերթական ատեստավորումից առաջ պարտադիր է վերապատրաստումը։ Վերապատրաստման 11-րդ բաժինը, փաստորեն սա պարտադիր է բոլորի համար, ներառում է հենց օրենսդրությունը կրթության ոլորտի, այսինքն օրենսդրական իմաստով անհրաժեշտ կարգավորումները կան, ձեր նշած հետևողականությունն է խնդիրը, որը պետք է շարունակենք դրսևորել թե մենք մեր տեղում եւ թե դուք ձեր տեղում։ Շնորհակալություն։ Լսենք հաջորդ հարցը։ Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության գործադիր եւ առանձնիր մարմինների ներկայացուցիչներ, Արմեն Մկրտչյան անունս, քաղաք Երևան, մասնագիտությամբ առևտրի մասնագետ։ Հարցս մասնավորապես վերաբերում է նախադպրոցական կրթությանը։ 2023 թվականից գրանցված է մանկահասակ երեխաս, որպեսզի այցելի համար 135 մսուր մանկապարտեզ
հերթագրման համարը 3-րդն էր։ 2024 թվականի դեկտեմբեր ամսին, երբ որ բացվեց մանկապարտեզը, սպասում ենք, որ վերջինիս կանչեն, սակայն երեխային չկանչեցին, մոտեցանք մանկապարտեզ, ասացին, որ քանի որ արտահերթ երեխաների քանակը ավելի շատ է եղել, ու ձեր երեխան պետքա սպասի։ Այնինչ 3-րդն էր։ Մի առժամանակ հետո նախանցած ամիս, երբ որ մոտեցա, ասին նույնիսկ գրանցված առաջի երեխան չի հաճախել, բոլորը արտահերթության կարգով մասնակցել են, ու իմ ունեցած տեղեկություններով մանկապարտեզը թեր բեռնված է, այսինքն նորակառույց մանկապարտեզ է, բայց այնքան բեռնված չի, ինչքան որ սպասում ենք։ Հարցս. երբ սպասեմ իմ երեխայի հաճախելուն։ Ասել են, որ սեպտեմբերից, սակայն նման ձևով, երբ որ նայում եմ հերթագրմանը, չի բացառում, որ սեպտեմբերին էլ նույն պատճառաբանությունը բերեն, ասեն դե արտահերթության կարգով երեխաները էլի շատ են, ուրեմն ձեր երեխան պետքա սպասի։ Շնորհակալություն հարցի համար, կարծում եմ, որ այս հարցը բազմաթիվ քաղաքացիների կողմից կարող է հնչել, որտեղ իրականում մանկապարտեզի ծառայությունների հասանելիության եւ Երևանում նաեւ հերթագրումների խնդիր ունենք, բայց այստեղ կուզեի մի կարևոր ընդգծում անել, նաեւ թե ինչու է այս խնդիրը այս աստիճանի սրված եւ բոլորովին վերջերս մեր գործընկերները քաղաքապետարանից հրապարակեցին, թե 1998-ից 2018 թվականներին քանի մանկապարտեզ է Երևան քաղաքում օտարվել համայնքի եւ նաեւ կառավարության որոշումներով, հիմնականում իհարկե համայնքի ավականու որոշումներով, եւ թերևս նաեւ պետք է հասկանանք, որ մանկապարտեզների շենքերի եւ մանկապարտեզների ենթակառուցվածքների մի մեծ մաս ուղղակի հնարավոր չի եղել օգտագործել այդ նպատակով, որտեղ դրանք օտարվել են եւ դրանից հետո այդ մանկապարտեզների հետ տեղի են ունեցել տարբեր բաներ, դրանք վերածվել են մանկապարտեզների, ինչ որ մեկի բիզնես տարածքների եւ այսպես շարունակ։ Հետեւաբար սա այսօր մեզ ուղիղ ցույց է տալիս ժամանակին այդ տեղի ունեցածի հետևանքները։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներում հերթագրմանը, գիտեք, որ քաղաքապետարանի կայքով գործում է հերթագրման առցանց համակարգ, որով մեր ծնողները ունեն հնարավորություն հերթագրել իրենց երեխաներին։ Ընդունելության կարգով մենք արել ենք մի կարգավորում, որպեսզի կարողանանք առաջնահերթություն ունեցող երեխաներին եւ մյուս երեխաների կրթության իրավունքը ապահովել, դա այն է, որ հստակ ժամկետ ենք սահմանել առաջնահերթություն ունեցող երեխաների գրանցման համար մինչև տվյալ տարվա մարտի 1-ը։ Սա նշանակում է, որ եթե առաջնահերթություն ունեցող երեխային չեն գրանցում մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, դրանից հետո բոլոր երեխաները ընդհանուր հիմունքներով են գրանցվում։ Մենք էլ ենք ստանում այսպիսի բողոքներ, բազմաթիվ, որ հաճախ առաջնահերթություն ունեցող երեխաները այնքան շատ են, որ չեն կարողանում գրանցել մյուս երեխաներին եւ նրանց կրթության իրավունքի խնդիր է լինում։ Մենք կշարունակենք խոսել քաղաքապետարանի գործընկերների հետ, մի լուծումը, որ մենք տեսնում ենք, դա օրինակ որոշակի քվոտաներ սահմանելն է առաջնահերթություն ունեցող երեխաների համար, որպեսզի նաեւ մեր մյուս երեխաները կարողանան նախադպրոցական կրթությունից օգտվելու իրենց իրավունքը իրացնել։ Ամեն դեպքում պետք է հիշեցնեմ, որ կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկը 500 մանկապարտեզների ծրագիրն է։ Երևան քաղաքում մենք բազմաթիվ մանկապարտեզներ ենք վերջին տարիներին վերանորոգել, վերակառուցել, ամբողջությամբ նոր կառուցել եւ քաղաքապետարանը շատ ակտիվ այս ուղղությամբ աշխատում է։ Այս տարի էլ բացումներ են նախատեսված նոր մանկապարտեզներում։ Նաեւ մենք մեծ ծավալով խրախուսում ենք մասնավոր մանկապարտեզների թիվը։ Հիմա նաեւ լիցենզավորման կարգի փոփոխություններն են ընթանում, որոնք հնարավորություն կտան նաեւ գործել ավելի ճկուն պայմաններում, միաժամանակ ապահովելով ծառայությունների որակը եւ հուսով եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք ավելի ուրեմն հարթ իրավիճակ ունենալ, առաջին հերթին մեծացնելով հզորությունը։ Եթե ձեզ ասել են, որ սեպտեմբերից արդեն երեխան կհաճախի, կարծում եմ, որ այդ հաշվարկներն ու կանխատեսումները արված են։
Ես Վարդան Բաբկենի Բավեյանն եմ, Արարատի մարզի գյուղ Տափերականից 18 տարեկան եմ։ Սովորում եմ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Ունեմ մի քանի հարցեր կապված վերջին օրերի իրադարձությունները տեսնելով։ Առաջին հարցս ուղղված է հետևյալն է՝ Մերձավանի դպրոցում տեղի ունեցածի հետ կապված ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու, որ այլևս չկրկնվի։ Երկրորդ հարցս տեսնելով, որ Մղճյանի դպրոցում բարձր դասանի աշակերտները 4-րդ դասանի 2 աշակերտին ստիպելով թմրանյութ են տվել եւ դրա ուղղությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Երրորդ հարցս ուղղված է քննություններին, թե ինչու տարբեր համալսարաններում մոտ 4000 անվճարի տեղ կրճատվեց։ Չորրորդ հարցս էլ ուղղված է այն դասաներին, թե ինչու ներդրվեց հանրակրթական չափորոշիչները, ինչ առավելություններ ունեն դրանք եւ ինչպես տեղեկացանք մի քանի օր առաջ, որ պետք է այն դասարանների ծննդի 9-րդ եւ 10-րդ դասարանները, ինչպես գիտենք, լսել էի, որ պետք է միասնական քննություն չեն հանձնելու, դպրոցի գնահատականներով են ընդունվելու համալսարան, տեղեկացան, որ դա տեղի չունենալու եւ 9-րդ 10-րդ դասարանցիները հանձնելու են միասնական քննություններ։ Ցանկանում եմ պարզաբանումներ տրամադրեք այս մի քանի հարցերի վերաբերյալ։ Մերձավանի ու Մղճյանի մասին ընդամենը մեկ բան կուզենամ ասել, որովհետև նախարարությունը հաղորդագրություններ է տարածել, ես ինքս առիթ եմ ունեցել խոսել լրագրողների հետ եւ հստակ գնահատականներ են տրված եւ մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ես այցելել եմ 2 դպրոց առանց տեսախցիկների, հանդիպել եմ աշխատակազմերի հետ, Մղճյանի պարագայում փորձել եմ բազմաշերտ նաեւ հասկանալ իրավիճակը եւ մենք այստեղ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք։ Եվ նշել եմ, որ մեր դիրքորոշումն է, որ դպրոցի կողմից թերացումները հետևանքներ են ունենալու, արդեն իսկ տնօրենը աշխատանքից ազատված է, մնացած բոլոր հարցերով էլ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներում կարծում եմ որոշումներ կլինեն, ինչ վերաբերում է Մերձավանին, այստեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի սեպտեմբերից դպրոցում աշխատանքային մթնոլորտը լինի կրթական գործունեությանը նպաստող, այստեղ էլ ունենք ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն եւ անհրաժեշտ բոլոր քայլերը իրականացվելու են, մի բան ակնհայտ է, այն ինչ որ տեղի է ունեցել, չպիտի կրկնվի։ Մղճյանի հետ կապված իրադարձությունների հետ կապված պետք է ասեմ, որ մենք որպես հանձնաժողով, ես եւ պարոն Գաբրիելյանը եւ մեր մնացած գործընկերները, թե նախարարությունը աշխատում ենք ներքին գործերի նախարարության հետ, քննարկումներ ունենք եւ փորձում ենք գտնել լավ լուծումներ, թե ինչպես զերծ պահել դպրոցական միջավայրերը, կրթական միջավայրը եւ ընդհանրապես ամեն ինչ զերծ պահել այս խնդիրներից, որովհետեւ ներքին գործերի նախարարության համար դա ոչ միայն հանրակրթության ոլորտի խնդիր այլ նաև ընդհանուր բոլոր հանրության տարբեր շերտերի հետ կապված խնդիր է, բայց իհարկե մեզ համար այս պահին եւ այս դրվագով ամենակարևորը հանրակրթության ոլորտում երեխաների մանավանդ իրավունքների պաշտպանության ոլորտում այս աշխատանքն է։ Ես նաև հանդիպում եմ ունեցել այս թեմայով մարդու իրավունքների պաշտպանի հետ երեխաների իրավունքների պաշտպանության կոնտեքստում։ Մենք ունենք մի քանի գործիքներ մտածած ներքին գործերի նախարարությունում, մտածում ենք ծնողների համաձայնությամբ երեխաների թեստավորման ժամանակ առ ժամանակ հնարավորություն տալ, որպեսզի կարողանանք հասկանալ արդյոք երեխաները ներքաշված են այսպիսի հարցերի խնդիրների մեջ թե ոչ, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ սա շատ մեծ մարտահրավեր է, որը միայն հանրակրթության ոլորտի բարեփոխումներով չէ, որ պետք է փոխենք։ Մենք նաև ունենք ազգային անվտանգության խորհրդում թմրանյութերի դեմ պայքարի ռազմավարության գործընթաց, մշակման գործընթաց եւ տարբեր ոլորտներում առանձին անդրադարձ ենք ունենալու սրան եւ հույս ունեմ այդ ռազմավարության շրջանակում այնպես կհասցեագրվի խնդիրը, որ մեծապես կնպաստի նաև հանրակրթության ոլորտի խնդիրների լուծմանը։ Շնորհակալ եմ։ Տիկին Անասյան, այնտեղ պարզապես մի թիվ հնչեց, արդյոք այդպես է, 4000 տեղ կրճատվել է, անվճարի մի սակ շատ մեծ թվաց, ես նաև գիտեմ, որ հակառակը չէ, մենք կրթաթոշակները բարձրացրեցինք այդ անվճար սովորողների համար, որը մինչև այժմ կարծես մի քանի հազար էր, հիմա 70-80 հազարի մասին է խոսվում։ Ճիշտ է, այդ թիվը որևէ կապ չունի իրականության հետ եւ 2025-26 ուսումնական տարվա ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ բակալավրի եւ նաեւ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է ընդհանուր առմամբ 3000
118 տեղ եւ ուրեմն այստեղ 2118-ը հատկացվել է պետական ոչ պետական հաստատություններին, մնացածը արդեն միջպետական համաձայնագրերի շրջանակներում մեր ուրեմն պարտավորություններով է տրված եւ պետք է նշեմ, որ այս 2118 տեղից 1273-ը 61%-ը STEM ոլորտին է հատկացվել, սա ուրեմն նախորդ տարվա եւ ընդհանուր առմամբ վերջին տարիների մեր քաղաքականությունն է շարունակում եւ այդ իմաստով նաեւ մենք տարեցտարի ավելացնում ենք ուրեմն բնագիտամաթեմատիկական ուղղություններով պետպատվերով տեղերի թիվը, ինչը նշանակում է, որ մենք ոչ միայն չունենք կրճատում, այլ մենք ունենք նաև որոշակիորեն աճ, սակայն ես պետք է նշեմ, որ իրականում մենք կրճատում ունեցել ենք վճարովի տեղերի թվում եւ պետք է ասեմ, որ մեր բուհերը ավանդաբար վճարողի տեղերի այնպիսի թվականակ էին ուրեմն հատկացնում, որը որ ընդունելության տեսանկյունից բոլորովին անտրամաբանական էր եւ սա բերում էր նաեւ նրան, որ մենք ընդունելության գործընթացի ավարտից հետո ունենում էինք որոշակի ցուցանիշներ, որոնք չէին արտացոլում իրականությունը։ Այս տարի մենք ունեցել ենք հստակ քաղաքականություն, որ վճարովի տեղերի տրամաբանությունը պետք է հիմնվի նախորդող տարիների ընդունելության արդյունքները, 10000 ընդունելության վճարովի տեղ է սահմանվել եւ բնականաբար կախված լիցենզիոն հնարավորություններից դրանք բուհերում բաշխված են։ Անվճար տեղերը, այսպես կոչված, ընդհանրապես չեն կրճատվել եւ այդ իմաստով ուղղակի քաղաքացու հարցում հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է նոր չափորոշչով քննությունների արկայությանը կամ բացակայությանը, պետք է հիշեցնեմ, որ Տավուշի մարզում մենք այս տարի արդեն երկրորդ անգամ փորձարկում ենք ուրեմն քննությունները նոր ձևաչափով, դրանք պահպանվելու են, փոխվում է դրանց բովանդակությունը եւ մոտեցումը դրանց։ Այսինքն օրինակ, եթե թեստ է, թեստի առաջադրանքների տրամաբանությունն է փոխվում, որպեսզի դրանք լինեն ավելի վերլուծական, մտածողություն ստուգող թեստեր, եւ նաեւ 9-րդ դասարանի պարագայում մենք ունենք կարևոր հնարավորություն բնագիտական առարկաների դեպքում ոչ թե քննություն հանձնել այնպես ինչպես որ սովոր էին, այսինքն թեստով, այլ նախագծային աշխատանք անել, ինչը խրախուսում է նաև երեխաների ինքնուրույն հետազոտական կարողությունները եւ գրականության ու պատմության քննությունները առաջարկել ենք փոխարինել հետազոտական էսսեյով, որը նույնպես թույլ է տալիս ամենակարևոր կարողությունները եւ հմտությունները ստուգել երեխաների։ Երկրորդ տարին է արդեն, որ Տավուշում դրանք փորձարկվում են, մյուս տարի արդեն կունենանք ընդհանուր կիրառություն մեր բոլոր դպրոցներում, բայց քննությունները պահպանվելու են եւ մենք էլ բազմիցս այդ մասին խոսել ենք։ Եթե դեռ հարցեր են մնացել, ուրախ եմ, որ այս հարցն էլ առիթ եղավ, որ եւս մեկ անգամ պարզաբանեմ։ Լսենք հաջորդ քաղաքացուն։ Բարև ձեզ։ Ես Միքայելն եմ Մկրտչյան, բնակվում եմ քաղաք Երևանում, մանկավարժ աշխարհագրագետ եմ։ Հարցս ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին նախարար, ինչ համալիր քայլեր են իրականացվում դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Բացի այդ, երեխաների գնահատման գործընթացը շատ դպրոցներում ձգվում է մինչև ուսումնական տարվա վերջ, եւ այդ ընթացքում երեխաների հետ աշխատանք չի իրականացվում, ծնողի վրա ավելացնելով հոգեբանական եւ կազմակերպչական բեռ։ Արդյոք քննարկվում է ուղեկցողների պատրաստման կրթական ուղղության հիմնումը, քանի որ ծնողները հաճախ կանգնում են ուղեկցող գտնելու լուրջ խնդրի առաջ, եւ ինչ միջոցներ եք ձեռնարկում կրթական հաստատություններում տղամարդկանց թվի աճի։ Այս ներկա աշխատավարձի պայմաններում տղա ուսանողներին գրավիչ չէ ուսուցչի աշխատանքը, հիմնականում նախընտրում են IT ոլորտը, իրավագիտական ուղղվածությունը, տնտեսագիտական ուղղվածությունը եւ այլն։ Շնորհակալություն։ Մենք նախորդ հարցի ժամանակ մի փոքր խոսեցինք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ վարվող աշխատանքից։ Ես մի կարևոր բան հիշեցնեմ, դպրոցների ֆինանսավորման նոր կարգով, որը գործարկել ենք 2023 թվականից, մենք նաև ամբողջությամբ փոխել ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթության գործընթացի ֆինանսավորումը եւ դա բաժանել ենք 3 մասի։ Նախ եւ առաջ մենք երեխաների համար պարտավորված ենք ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքը միջավայրը
եւ ֆինանսավորման կարգով առանձին ֆինանսավորում է հատկացվում անհրաժեշտ միջավայրային հարմարեցումների համար։ Օրինակ, եթե որևէ դպրոց չունի թեքահարթակ, սակայն դրա կարիքը կա, սանհանգույցը հարմարեցնելու կարիք կա, սա տրվում է դպրոցի տարեկան ֆինանսավորման շրջանակներում այն դպրոցներին, որոնք որ դրա կարիքը ունեն։ Երկրորդ մասը ֆինանսավորման ուղղված է երեխաների կրթական գործընթացում ներառման անհատական լուծումներին։ Դրանք այսպես կոչված խելամիտ հարմարեցումներն են։ Ես ինքս առիթ եմ ունեցել հետևելու ինչպես են այս հարմարեցումները կիրառվում դպրոցներում, այցելել եմ մի շարք դպրոցներ, որպեսզի տեսնեմ ինչպես է դա իրականում տեղի ունենում։ Սա վերաբերում է նրան, թե կոնկրետ երեխային ինչ է անհրաժեշտ, որպեսզի կրթության process-ում իր համար ավելի արդյունավետ լինի աշխատանքը։ Օրինակ, գուցե տեսողության խնդիր ունեցող երեխա է եւ լրացուցիչ լամպի կարիք ունի։ Տեսել եմ նաեւ դեպքեր, երբ որ հենաշարժական խնդիր ունեցող երեխայի համար սեղանն է առանձնահատուկ հարմարեցված, որպեսզի նաեւ այս իրավիճակում երեխայի հետ աշխատանքը լինի ավելի արդյունավետ։ Եվ երրորդ մասը մեր ֆինանսավորման ուղղվում է դեպի այն ծառայությունները, որոնց կարիքը ունի երեխան։ Եվ այդ ծառայությունները տրամադրվում են թե դպրոցի մակարդակում եւ թե տրամադրվում են նաեւ տարածքային մանկահրաժողովքեբանական աջակցության կենտրոնների կողմից եւ նաեւ այս ֆինանսավորումն է, որը որ գալիս է ամբողջացնելու process-ը։ Իհարկե ունենք դեռևս բազմաթիվ խնդիրներ, որովհետեւ ներառականությունը հեշտ չի, դա ոչ միայն օրենսդրություն է եւ ֆինանսավորում է, դա նաեւ մարդկանց առաջին հերթին կարողություններ եւ հմտություններ են եւ երկրորդ հերթին նաեւ արժեքներ ու դիրքորոշումներ կամ թերևս հակառակը սկզբում պետք է լինի արժեքն ու դիրքորոշումը, որից հետո կարելի է հմտությունները զարգացնել, այսինքն մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ ներառականությունը այլ ընտրանք չունի։ Ինչ վերաբերում է մի գրություն տեսած ծնողներից վստահ դուք էլ հանդիպած կլինեք, շատ է ազդվել, որ տղան վերջի զանգի միջոցառմանը չէր կարողացել մասնակցել, եւ այստեղ իսկապես որ խորանում ենք, շատ է ազդվել ու ինքս իմ մեջ անընդհատ այդ հարցն է տալի, արդյոք մենք որպես իշխանություն ամեն ինչ արել ենք, որ այդպես չլինի։ Դուք էլ թվարկեցիք եւ ձեր խոսքի վերջում դրա մասին կարծես թե ասացիք, Հատիկին Անդրեասյան, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ հստակեցնենք էլի, այսինքն արդյոք մենք այդ որպես իշխանություն գոնե թե ֆինանսական, թե ենթակառուցվածքային, թե չգիտեմ մասնագետների առումով մեր չափաբաժինը արել ենք, որ այդ դեպքը տեղի չունենար։ Որտեղ ես հասկանում եմ, որ շատ դեպքերում այո, ամեն ինչ կա, բայց այդ ձեր ասած հասարակության վերաբերմունքը մեր արժե համակարգն է խոչընդոտում, ոչ թե օրինակ դպրոցի պայմանները կամ այնտեղ առկա լավագույն մասնագետերն։ Պարոն Գաբրելյան, ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում եմ նաև որպես մարդ, ով որ հաճախ է լինում դպրոցներում, այդ թվում տարբեր միջոցառումների։ Ես բազմաթիվ դպրոցներում եմ եղել, որտեղ բեմին եղել են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, եղել են շատ ինտեգրված այդ միջավայրին եւ որևէ կերպ ոչ իրենց դասընկերների, ոչ ներկա որևէ անձի կողմից առնվազն չի նկատվել որևէ վերաբերմունք, որը ցույց կտա, որ այդտեղ կա խնդիր։ Ես ինչու եմ սա ասում։ Հանրակրթության համակարգը շատ մեծ համակարգ է ու շատ կարևոր է, որ երբ որ մենք խնդրի մասին ենք խոսում, մենք նույնիսկ փորձենք կոնկրետ լինել, որովհետև ելի եմ ասում, մենք ունենք ներառականության հետ կապված բազմաթիվ հարցեր, բայց մեր բազմաթիվ դպրոցներ շատ մեծ աշխատանք արդեն անում են այդ ուղղությամբ եւ մեր շատ երեխաներ արդեն իսկ շատ հարմարավետ են այն միջավայրում, որտեղ որ սովորում են։ Ձեր մատնանշած կոնկրետ դեպքը նույնպես այդ իրողության մաս է եւ մենք նաեւ հիմա պայմանավորվել ենք, որ ես պայմանավորվել եմ առանձին հանդիպում ունենալ այդ ծնողի հետ, որպեսզի հասկանամ թե կոնկրետ իրավիճակի պատճառները եւ մտահոգությունները որոնք են, որովհետեւ այո, շատ տարբեր հարցեր կան, էլի ասեցի, կարող են մենք մեր մասը արել ենք, բայց դեռևս կան հմտությունների, կարողությունների խնդիրներ, շատ դեպքերում օրինակ ուսուցիչները կարող են ուղղակի պարզապես այդ իրավիճակում չիմանալ, թե ինչպես է պետք վարվել։ Եվ իհարկե կա նաև դեռևս արժեքային խնդիր որոշ տեղերում, որի շուրջ պետք է աշխատել, բայց քանի որ քաղաքացին կոնկրետ հարցեր տվել ուղեկցողների պատրաստման մասին, ես կուզեմ ասել, որ
մենք ունենք դպրոցում ուսուցչի օգնականի հաստիքը, որը որ աջակցում է որոշակի գործընթացներում եւ պիտի հիշեցնեմ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անձնական օգնականի ինստիտուտի ներդրման գործընթացում է, որը արդեն հենց սոցիալական աջակցություն ցուցաբերող կամ սոցիալական ուրեմն ծանից միջև դպրոց Չէ, այստեղ մենք խոսում ենք անձի մասին, ով որ նաև ներկա է լինում դասերի ընթացքում։ Կան երեխաներ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուղեկցման դասապրոցեսում եւ անձնական օգնականները, որոնք որ ուրեմն աշխատանքի եւ սոցիալական հարցերի հարցերի ֆինանսապես կարողանում ենք այս բանը ապահովել հանրապետությունում նման կարիք ունեցող բոլոր երեխաներին այդպիսի աջակցություն։ Անկեղծ ասած, մասնագետներն եթե ֆինանսապես ունենք, մասնագետները վստահ եմ ավելի դժվար գուցե լինի, ժամանակատար լինի։ Սա մի փոքր արդեն մեր նախարարության տիրույթից դուրս գտնվող հարց է, որովհետև ավելի շատ սոցիալական աշխատանքի եւ նաեւ սոցիալական ծառայությունների մաս է, բայց կրթական ծրագրերը կան, այսինքն սոցիալական աշխատանքի կրթական ծրագրերը։ Ուրախությունից ես երբեմն որ ստանում եմ ծնողներից այդպիսի դժգոհություններ, հա, ոչ թե օրինակ դժգոհում եմ, որ դասարանի աշակերտներն են արժեքային առումով, այսպես ասած, այնպես իրավիճակ ստեղծել, որ երեխան չի ուզում հաճախի, այլ ասում են հենց այդ օգնականի ինստիտուտի բացակայության մասին, որ դրա բացակայությունն էլ վերում է նրան, որ դասապրոցեսն է որոշակիորեն, այսպես ասած, իր ժամանակացույցից խախտվում եւ նաեւ դրանով տուժում են մյուս երեխաների կրթության իրավունք։ Արդյոք այս մասով ինչ ունենք էլի անելու։ Դե այս մասով ես հենց դա էի փորձում ասել, որ անձնական օգնականների ինստիտուտն է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներդրվում է եւ կարծում եմ, որ կարիք կա զարգացնելու, որովհետեւ այո, որոշ պարագաներում ուղեկցողը անհրաժեշտություն է եւ առնվազն այդ մասով աշխատանք պիտի անել, սակայն սա կրթական գործընթացի մաս չի եւ այստեղ այդ աջակցությունը պիտի դիտարկենք սոցիալական ծառայությունների կոնտեքստում։ Ինչ վերաբերում է տղամարդ ուսուցիչների թվին, ես նախ պիտի մի շատ կարևոր արդյունք հիշեցնեմ։ 2023-24 ուսումնական տարում կառավարության համալիր քաղաքականության արդյունքում, որը ուղղված է առաջին հերթին ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մենք 3300 նոր ուսուցիչներ ենք ունեցել մեր դպրոցներում, նրանց 16%-ը տղամարդիկ են եւ համեմատության համար ասեմ, որ մեր ուսուցչական ընդհանուր համախմբության պարագայում միջև 10%-ն են տղամարդիկ, ինչը արդեն իսկ նշանակում է, որ նոր ուսուցիչների ավելի մեծ համամասնություն ունենք, ուրեմն տղամարդկանց պարագայում, եւ սա նաեւ շնորհիվ նրա, որ վարչատրության համակարգը էապես փոխվում է։ Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ են սկսվում իմ ամեն նման արտահայտությունից հետո, բայց այո, մենք այսօր համակարգում ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են միջև 600,000 դրամ աշխատավարձ, ստանում են դա իրենց աշխատանքի արդյունքում, որովհետև գնացել են պետության առաջարկած ճանապարհով, կամավոր ատեստավորվել են, տարակարգ են ստանում, նաև գիտեք, որ բնագիտական առարկաների ուսուցիչները 25% ուրեմն հավելավճար են ստանում, եւ գիտեք, որ յուղական փոքր դպրոցների պարագայում ընդհանրապես միջև 50% հավելավճար ենք տալիս, հաշվի առնելով օբյեկտիվ թերբեռնվածությունը, այնպես որ այսօր վարչատրության համակարգն արդեն իսկ այնպիսին է, որ կարող է դիտվել հրապուրիչ եւ գրավիչ, եւ նաև սա է ցույց տալիս մեր այն ցուցանիշները, որ մենք ունենք եւ որ հենց նոր բերեցին։ Որոշակի առումով նաև չհամաձայնվել են դիրքորոշման, հա, որ ավելի գրավիչ չի տղամարդկանց համար, որովհետեւ կներեք IT ընկերությունների համենայն դեպս ժամանակին այդտենց շատ մեծ էր երևում, բայց հիմա որ նայում ենք նույն բյուջեի ընթացքում, հա, հաշվետվությունները, այդ ոլորտում ծախսերը, աշխատավարձերը եւ ձեր նշած 500 եւ 600,000 դրամ ուսուցչի աշխատավարձը, որ բնականաբար որոշակի փուլեր պետք է անցնի ատեստավորում տարակարգ, բայց ինքը ուղիղ համադրել է երևի թե միջին այդ IT ընկերության, ու ոչ բարձր, այսպես ասած, պաշտոններ, ղեկավար պաշտոն զբաղեցնող, բայց շարքային այսպես աշխատողից հաստատ ավելի է եւ կարծում այս տեմպերով ավելի գրավիչ է ինքը եւ ինչու ոչ 5-600,000 դրամ տղամարդու համար ու կնոջ համար կինն էլ պետքա բարձր ստանա եւ հավասար ստանա, կարծում եմ գրավիչ է։ Մի քիչ շատ խոսեցինք, բայց քանի որ հարցերի մեջ շատ կար այդ ներառականության մասին, ինձ թվում է երևի հարցից օգտվելով փակենք նաեւ այդպես հարցերը։ Մի հատ դիտարկում ունեմ այս ներառականության հետ կապված թե ձեր ասած դրվագին, պարոն Գաբրիելյան, թե ընդհանրապես այս հարցերին, որոնց կուզենայի արձագանքել,
շատ առանձնահատուկ դեպքեր նկարագրում ծնողը, երբ որ երեխան աղմուկից է անհարմարություն զգում, երբ որ Տիկին Անդրեասյանն ասում է, որ ենք միշտ ներառված են միջոցառումներին, այդ մյուս երեխաները այդ առանձնահատկությունը չունեն։ Եվ հետևաբար ուսուցիչները պատրաստ են ինչ-որ կերպ որևէ այլ տիպի հանգամանքներում հայտնված երեխաներին ներառել միջոցառումներում։ Ինչի են այս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ինչով են առանձնահատուկ, որ հենց առանձնահատուկ են, այսինքն ամեն դեպքը կարող է տարբեր լինել։ Ուսուցիչները կարող են պատրաստված լինել 1000 հատ տարբեր դեպքերի համար, 1000 տարբեր դեպք իրենք կարողանան հասկանալ ոնց կողմնորոշվել եւ իրենց հետ պատահի 1001-րդ է, այսպես ասած, հա, որին իրենք չեն պատրաստվել։ Դրա համար այս գործընթացը երբեք կանգ առնելու տրամաբանությամբ չպիտի լինի, այլ մենք դիտենք դինամիկայի մեջ եւ միայն այս դեպքում մենք կարող ենք ասել մենք հաջողել ենք թե ձախողել դինամիկայի մեջ ինչպիսին է եղել իրավիճակը 5 տարի առաջ եւ ինչպիսին է հիմա, ինչպիսին է եղել 10 տարի առաջ, ինչպիսին է հիմա, ինչպիսին է լինելու 1 տարի հետո, 2 տարի հետո եւ կկարողանանք ասել այս ոլորտում մենք հաջողություն ունենք, թե չունենք, որովհետեւ հակառակ պարագայում իհարկե միշտ մի դրվագով խնդիր կունենանք, բայց ինչ ծավալով եւ համամասնությամբ է դա հարաբերվում մնացած խնդիրներին, սա է էականը։ Եթե հիմա հետահայացով նայում ենք 10 տարի, 15 տարի առաջվա հումորային հաղորդումները, ֆիլմերը եւ այնտեղ օրինակ թե ինչպես են մարդիկ ավելի զգայուն են դարձել, հանրությունն էլ ինչպես է թիրախավորվել այդ շրջանակի մարդիկ, հիմա այս վերջերս մոտ կես տարի առաջ մի այդպես ցավալի դեպք եղավ, հա ինչ որ հաղորդման ժամանակ եւ շատ ուրախ եմ որ հանրությունը շատ ակտիվ արձագանքեց դրան եւ ներողություն եղավ այդ կողմից, բայց դուք ճիշտ եք, այո, մեր հասարակությունն էլ աստիճանաբար փոխվել է։ Դպրոցներում դրվել է ներառականության պահանջը։ Եվ մենք սկսել ենք մի իրավիճակից, երբ որ ընտանիքները, ներողություն, որ դա այդպես ուղիղ պիտի ասեմ, ուղղակի նաև ամաչում էին այդ երեխաներին, որոնք որ ունեն առանձնահատուկ պայմանների կարիք, որևէ հանրային վայր տանել կամ ընդհանրապես տնից դուրս որևէ իրավիճակում հայտնվել եւ ավելի լավ է այդ խնդիրների մասին ուղիղ խոսել, որտեվ կարծում եմ, որ մենք չպիտի մոռանանք, որտեղից ենք սկսել եւ այսօր երբ այս իրավիճակում ենք համեմատության մեջ կարող ենք ասել լավ է մեր աշխատանքը թե վատ է մեր աշխատանքը, որովհետև պետքա տեսնենք իմ դպրոցական տարիներին, քո դպրոցական տարիներին, երբ որ իմը նաև համընկնում է անկախության տարիներին, ենթադրում եմ ձերն էլ եւ շատերինն էլ, այսինքն այս բանի վերջին տասնամյակներին ինչ իրավիճակ ենք ունեցել ու ուր ենք այս պահին, ինձ թվում է մենք կարող ենք արձանագրել, որ արդյունավետ ենք աշխատել, իհարկե էլ ավելի արդյունավետ պետք է աշխատենք։ Անցնենք հաջորդ հարցին։ Բարև ձեզ Տիկին նախարար, Սյունիքի մարզի Կապան քաղաքից եմ, Մարինե Գալստյան, աշխատում եմ Կապանի արվեստի պետական քոլեջում, շուրջ 30 տարվա ստաժ ունեմ, որպես ընդհանուր դաշնամուրի դասախոս եւ նվագակցող։ Հեռակա սովորում եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական համալսարանի 2-րդ կուրսում երաժշտական կրթության բաժնում։ Տեղյակ եմ, որ դուք օգնել եք որոշ ատեստավորում չանցած մանկավարժների, ֆինանսապես աջակցել ենք նրանց վճարի հարցում։ Խնդրում եմ օգնեք նաև ինձ, քանի որ ապրում եմ թոշակառու ծնողներից հետ, ունեմ 2 որդի, որից մեկը նույնպես ուսանող է։ Կանխավ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, նախ թույլ տվեք, որ ես ձեզ շնորհակալություն հայտնեմ այն պարզ պատճառով, որ հիմա բարձրագույն կրթություն եք ստանում, աշխատում եք ձեր վրա եւ սա միշտ գնահատելի է եւ սա այն դեպքն է, երբ որ ես պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ, մենք որպես կառավարություն տվեցինք հնարավորություն, որպեսզի բարձրագույն կրթություն ունեցող մեր ուսուցիչները օգտվեն տարբեր հնարավորություններից, գան մասնակցելու կամավոր ատեստավորմանը կամ գնան սովորելու բուհերում եւ պարտավորվեցինք, որ այդ պարագաներում պետությունն էլ իր մասով կաջակցի, այդ թվում բուհերում սովորելու պարագայում ուսման վարձը կփոխհատուցի։ Մենք արդեն ունենք ավելի քան 550 ուսուցիչներ, որոնք որ այս եղանակ
ժամանակով ուրեմն կամավոր ատեստավորվեցին եւ իրենց աշխատանքը շարունակում են դպրոցներում, ավելին ասեմ, իրենք էլ են օգտվում բարձրացված վարձատրությունից, այսինքն ոչ միայն պահպանել են իրենց աշխատանքը, այլ նաեւ բարձրացված վարձատրություն են ստանում եւ ունենք շուրջ 50 ուսուցիչներ, որոնք որ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն են ստանում եւ պետությունը վճարում է նրանց ուսման վարձը, դուք էլ կարող եք լինել այս ծրագրի շահառու։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ուղղակի դիմեք բուհին եւ արդեն իսկ բուհը կդիմի ուրեմն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե ձեր անունը կներառվի ցանկերում եւ արդեն իսկ դուք էլ կսկսեք օգտվել ուսման վարձի փոխհատուցման ծրագրից։ Լսենք հաջորդ հարցը։ Ես Հայկուհին եմ Թովմասյան, Վայոց մարզից։ Աշխատում եմ Վերնաշենի միջնակարգ դպրոցում որպես հոգեբան։ Բոլորս քաջատեղյակ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դպրոցաշինությունը լայն ծավալներ են դրել։ Նոր դպրոցներ եւ կրթահամալիրներ են կառուցվում, ինչը շատ ողջունելի է եւ լավ ազդեցություն կունենա կրթության որակի վրա։ Եվ հարցս հետեւյալն է. միավորվող դպրոցների պարագայում ինչպես են պաշտպանվելու ուսուցիչների իրավունքները, ինչ մեխանիզմներ եւ ինչ չափանիշներ են կիրառվելու նրանց ընտրության հարցում։ Արդյոք բոլորն են ապահովելու աշխատանքով, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց է եւ ուրախ եմ, որ ունենք հնարավորություն այդ մասին խոսելու, որովհետեւ ես ուզում եմ եւս մեկ անգամ պարզ բացատրել, թե որն է կառավարության քաղաքականությունը։ Խոսքը մեր կրթահամալիրների ծրագրի մասին է, որի պարագայում մենք պարտավորվում ենք կառուցել նոր կրթական հաստատություն։ Եվ այս կրթահամալիրների պարագայում խոսքը ոչ միայն դպրոցների մասին է, այլ խոսքը դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների մասին է, այսինքն երեխաները այստեղ ունեն հնարավորություն միանգամից թե նախակրթական ծառայություններից օգտվել եւ թե նաեւ ավելի բարձր տարիքում դպրոցական։ Բացի դրանից, կրթահամալիրները հանդիսանում են մշակութային եւ սպորտային հրաշալի միջավայրեր եւ մենք դրանք դիտարկում ենք որպես համայնքային կենտրոններ։ Այսինքն դրանք պետք է ուղղված լինեն նաեւ իրենց ենթակառուցվածքներով համայնքի սպորտային եւ մշակութային կյանքի եւ միջավայրերի ապահովմանը։ Եվ այդ իմաստով նաև համայնքային կենտրոնը, կրթահամալիրը շատ ավելի լայն գործառույթներ է նախատեսում եւ ինչ վերաբերում է աշխատանքին, կարծում եմ, որ այստեղ աշխատանքի հնարավորությունները միայն ավելանում են, ոչ թե պակասում։ Հիմա երկրորդ հարցը. ինչու ենք մենք սա անում ի վերջո։ Իրականում պետք է մի շատ պարզ փաստ ընդունենք, որ մենք այսօր ունենք դեպքեր, երբ որ մեր երեխաների կրթության վրա ծախսում ենք ահռելի գումարներ, սակայն ես, որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար, բոլորովին չեմ կարող ասել, որ մենք մեր երեխաներին տալիս ենք կրթություն։ Կներեք, որ այսպես ուղիղ եմ ասում, այո, տալիս ենք կրթություն։ Մենք ունենք դեպք, երբ որ դպրոցում, օրինակ, սովորում է 1 աշակերտ։ Մենք ունենք դեպքեր, երբ որ մենք երեխայի կրթության վրա, 1 երեխայի կրթության վրա ծախսում ենք տարեկան մինչև 20 միլիոն դրամ։ Եթե մենք այդ երեխայի կրթության վրա 20 միլիոն դրամ ծախսում ենք եւ վերջում էլ չենք պատկերացնում, թե ինչ որակի եւ ինչ կրթություն է նա ստանում, ապա պետք է հարց տանք մեզ. ինչպես ենք ուզում շարունակել, որովհետեւ ակնհայտ է, որ եթե որևէ փոփոխություն չլինի, ապա այս խնդիրը միայն խորանալու է։ Եվ կրթահամալիրները դրանք հնարավորություն են առաջին հերթին մեր բոլոր երեխաների համար ապահովելու որակյալ կրթություն։ Եվ երկրորդը, կրթահամալիրները նախագծված են այնպես, որպեսզի որևէ մեկը լավ կրթություն ստանալու համար ստիպված չլինի փոխել իր բնակության վայրը։ Իրականում այսօր մենք շատ հաճախ ունենք այդ դեպքերը, երբ որ մարդիկ օրինակ տեղափոխվում են գյուղից մոտակա ավելի մեծ բնակավայրը, որպեսզի իրենց երեխան գնա այն դպրոցը, որտեղ գոնե որևէ դասընկեր ունի, նույն դասարանում, որտեղ կարող է ունենալ հնարավորություն գնալ արվեստի եւ սպորտի խմբակների։ Այդպես է մեր յուրաքանչյուր ծնողի դեպքում։ Մենք բոլորս ուզում ենք մեր երեխաներին տալ ավելի լավ կրթություն։ Եվ այսօր արդեն այս իրավիճակը բերում է նրան, որ շատ ընտանիքներ ուղղակի փոխում են իրենց բնակության վայրը, որպեսզի իրենց երեխաներին հասանելի լինի լավ կրթությունը։ Կրթահամալիրների ծրագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի առանց բնակության վայրը որևէ կերպ փոխելու
այդ կրթությունը դառնա հասանելի, որովհետև մենք նախատեսում ենք, որ տրանսպորտային այն միջոցները, որոնք հատուկ նախատեսված են երեխաների տեղափոխման համար, իսկ ամբողջ աշխարհում դրանք օգտագործվում են, դպրոցական ավտոբուսները, երեխաներին տեղափոխեն, այո, երեխաներին տեղափոխեն դպրոց, այնտեղ նրանք օգտվեն այդ բոլոր հնարավորություններից, շփվեն իրենց տարեկիցների հետ, որովհետև դպրոցը նաև սոցիալական միջավայր է, եւ այնուհետև վերադառնան իրենց տուն։ Եվ սա կարծում եմ այն է, ինչ որ յուրաքանչյուր ծնող կարող է ուզել իր երեխայի համար։ Եվ այս ձևաչափով կրթության կազմակերպումը թե կփոխի երեխաների կրթության որակը եւ թե նաեւ նոր հնարավորություններ կբացի բնակավայրերի զարգացման։ Իրականում երեխաները սովորում են ոչ միայն դասագրքից կամ ուսուցչից, այլ նաեւ միջավայրից։ Այսինքն մենք բոլոր այդ համայնքներում, որտեղ դպրոցները կխոշորացվեն եւ այդտեղ կփակվի, ասենք, մի քանի աշակերտով դպրոց, մենք այդ ավտոբուսներով ապահովելու ենք, որ աշակերտները տեղափոխվեն կրթահամալիր։ Բարև ձեզ։ Մարի Գրիգորյան, Արագածոտնի մարզ, բնակավայր Օհանավան, ծնող, տնային տնտեսուհի։ Տիկին նախարար, ձեզ ունեմ 3 հարց։ Առաջին հարցս հետևյալն է. մեր օրերում լայն կիրառություն ունի արհեստական բանականությունը։ Ինչ կարծիքի եք այն մասին, որպիսի այն դառնա դպրոցներում պարտադիր առարկա, որպիսի մեր երեխաները կարողանան ավելի գրագետ եւ ճիշտ օգտագործեն նորագույն տեխնոլոգիաները եւ քայլեն ժամանակի պահանջներին ավելի համահունչ։ Երկրորդ հարցս հետևյալն է. 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում վերակառուցվել է նաեւ մեր գյուղի դպրոցը, որի համար շատ մեծ շնորհակալություն ենք հայտնում։ Նույն տրամաբանությամբ հնարավոր է արդյոք մարզերում կառուցել 2-3 պետական մարզադպրոց իր ամբողջ սպորտային ենթակառուցվածքներով եւ իր լողավազանով, որպեսզի մեր գյուղի երեխաները կարողանան ավելի առողջ եւ ակտիվ կյանքով ապրեն։ Եվ երրորդ հարցս հետևյալն է. ինչ է տալու մեզ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրումը։ Արդյոք մեր երեխաները հետագայում դպրոցում լավ սովորելով կարող են առանց միասնական քննությունների ընդունվել համալսարան։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, նախ շատ ուրախ եմ, որ ծնողի կողմից եմ այս հարցերը լսում եւ սա ցույց է տալիս նաեւ ակտիվ ներգրավվածությունը կրթական համակարգում, եթե կարելի է այդպես ասել, ճիշտ ձևով, որովհետեւ մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ծնողների ներգրավվածությունը սահմանափակվում է երեխաների գնահատականների եւ տարաբնույթ արտաքին, ուրեմն որոշակի շղարշի ուղղությամբ։ Այս դեպքում ես տեսա, որ շատ ուրեմն բովանդակային եւ խորքային հարցեր են, ինչի համար առանձին շնորհակալություն եմ հայտնում եւ արհեստական բանականության մասին խոսելով իհարկե սա կրթական համակարգի համար ամբողջությամբ փոխում է իրավիճակը եւ մի խնդիր է, որով զբաղվում են տարբեր երկրներ, պարզ լուծումներ եւ միանշանակ լուծումներ որևէ կրթական համակարգ դեռևս չի առաջարկել։ Մենք փորձում ենք հատկապես ակտիվ աշխատել մասնավոր սեկտորի հետ եւ ունենք արհեստական բանականության առանձին դասընթաց 2 տարբեր գործընկերների հետ աշխատանքի շրջանակներում FAST հիմնադրամի հետ ունենք արհեստական բանականության ծրագիրը, որը գործում է մեր 16 դպրոցներում։ Սեպտեմբերից նախատեսում ենք եւս 12 դպրոցով ավելացնել, ընդլայնել եւ նաեւ հաջորդ տարի էլ եւս 17 դպրոց նախատեսված է, որ կմիանան այս ծրագրին եւ արդյունքում շուրջ 40 դպրոցներում կկարողանանք արհեստական բանականության դասընթացը կիրառել։ Սա հնարավորություն է տալիս նաեւ ավելի խորացված ուսումնասիրել մաթեմատիկան եւ հարակից որոշ այլ առարկաներ։ Պետք է ասեմ, որ երկրորդ տարին է, որ այս ձևաչափով աշխատում ենք ու տեսնում ենք, որ երեխաների առաջադիմության վրա էական ազդեցություն է ունենում, օրինակ մաթեմատիկայի առաջադիմությունը ավելի քան 70%-ով բարելավում է, աճը նույն երեխաների մոտ, ինչը ցույց է տալիս, որ շատ արդյունավետ մոտեցում է։ Այս ծրագիրը ներկայացրել ենք նաև միջազգային տարբեր հարթակներում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային կրթության շաբաթվա շրջանակներում, որից հետո Հայաստանի փորձը գնալով ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, առաջիկայում նաև միջազգային որոշակի շրջանակներ
ընկերությունների հետ համագործակցություն ենք նախատեսում։ Երկրորդ ձևաչափով աշխատանքը արհեստական բանականության ուղղությամբ անում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության հետ, այստեղ էլ ունենք կնքված հուշագիր, ունենք մի քանի դպրոցներ, որ արդեն այս ձևաչափով աշխատում են եւ պիտի շարունակենք մեր աշխատանքը։ Ես բոլորովին վերջերս Էստոնիայում էի, որտեղ կրթության նախարարի հետ նույնպես այս խնդրից էինք խոսում եւ հիմա էստոնացի գործընկերները մեկ այլ ձևաչափ են փորձարկում, որը հենց արհեստական բանականությունը այլ դասերի ընթացքում կիրառելուն է ուղղված եւ մենք էլ կհետևենք, սեպտեմբերից են սկսելու այս ծրագիրը, ինչպես է իրենց մոտ ընթանում եւ գուցե եթե ունենանք բավարար տեսանելիություն, որ հաջողված փորձ է, գուցե նաեւ այս տարբերակը մեր մոտ կիրառելու հնարավորություն դիտարկենք։ Ինչ վերաբերում է ուրեմն մարզական ենթակառուցվածքներին, արդեն այդ մասին հարց հնչեց, պարոն Գաբրելյանն էլ բավական մանրամասն խոսեց, ես էլ պարզաբանեցի, որ տիպային մարզահամալիրներ ենք կառուցելու բոլոր մարզերում, բայց ես մի բան կուզեի ընդգծել, ձեր դպրոցը, ինչպես նշեցի, Կոհանավանի դպրոցը 300 դպրոցներից մեկն է, որը ունի շատ լավ մարզական ենթակառուցվածքներ, ես եղել եմ դպրոցում, իհարկե լողավազան չունի, բայց ունի մարզահրապարակ, մարզադահլիճ, որտեղ վստահ եմ, որ կարող են տարբեր մարզաձևերի ուրեմն հնարավորություններ լինել երեխաների համար եւ այստեղ նաեւ պետք է այդ նախաձեռնողականությունն ու ակտիվությունը, որ սպորտային խմբակները գործեն դպրոցում, մենք լրացուցիչ կկապվենք նաեւ Օհանավանի դպրոցի հետ, կփորձենք հասկանալ ինչ հնարավորություններ կան սպորտային խմբակների, եթե մասնագետների խնդիր է, որ այդ կադրերը չկան եւ այստեղ այդ մարզադահլիճում օրինակ այդ մարզաձևի խմբակի կազմակերպման հնարավորությունը կստեղծվի, եթե համապատասխան մասնագետ լինի, կփորձենք այդ աջակցությունը ցուցաբերել, բայց նաեւ կուզեմ հիշեցնել, որ մենք մի նոր ծրագիր ենք սկսել նախորդ տարվանից, որը վերաբերում է նրան, որ պետությունը ֆինանսավորում է մասնավորի կողմից շահագործվող լողավազաններում երեխաների լողի պարապմունքները։ Պետք է ասեմ, որ հենց Արագածոտնի մարզում, Արագած ուրեմն բնակավայրի մոտ մենք արդեն ունենք շահառու հանդիսացող լողավազան եւ երեխաներ եւ գուցե օրինակ այս պահին Օհանավանի մեր երեխաների համար դա լինի նաեւ հավելյալ հնարավորություն, որովհետև մենք այստեղ նախատեսում ենք նոր խմբեր բացել, բացի այդ ընդլայնել ենք լողավազանների շրջանակը, դրանք գործելու են նաև Տավուշում, Արմավիրում, Կոտայքում եւ այս լողավազանների թիվը միայն ընդլայնվելու է։ Երեխաները ստանում են հնարավորություն արդեն իսկ գոյություն ունեցող լողավազաններում պարապել, ասեմ, որ ինքս հաճախել եմ տեսնելու երեխաների արդյունքները, Արագածոտնում տեսա իրավիճակ, որ երեխաները արդեն 4 ամիս է պարապում են եւ այն երեխան ոչ մեկը լողալ չի իմացել միջև գալը, հիմա արդեն ունեին երեխաներ պարապող, որոնք արդեն այն որակ ունեին մեկ աշակերտի համար ամսական 12000 դրամ, որը որ իհարկե շուկայական ուսումնասիրության արդյունքով այն իրատեսական գինն էր, որը որ մասնավորի համար կարող էր հետաքրքիր լինել եւ այդ ծառայությունների շուկայական գինն է նաեւ սա նաեւ հնարավորություն է, որպեսզի մասնավորը արդեն իսկ իր սեփականությունը հանդիսացող գույքը բերի պատշաճ վիճակի եւ այդտեղ նաեւ որոշակի ծրագիր անի։ Եվ բացի դա սոցիալական կրեդիտները նույնպես, այսինքն լողի խմբակներն էլ կարող են ձեր մոտ երաշխավորվել եւ ծնողները մինչեւ 100,000 դրամ հետ ստանալ այսպես։ Այո, միանշանակ։ Եվ ավելին ձեզ ասեմ, երբ որ ես այցելել էի ապարանի մոտակայքում գտնվող այդ լողավազանը, որտեղ մեր երեխաները արդեն այս սկզբունքով պարապում են ու խոսեցի տնօրինության հետ, նրանք իրազեկվեցին նախ, դա մի քանի ամիս առաջ էր իհարկե, եւ երկրորդն էլ ասեցին, որ այն երեխաների շրջանում, որոնք որ ծրագրի շահառու չեն, միանշանակ այդ ուրեմն նոր հնարավորություններ կբացի եւ բավականին մեծ աշխուժություն է նկատվում, այնպես որ կարծում եմ եղած հնարավորություններն էլ արդեն թույլ են տալիս, որ երեխաները զբաղվեն սպորտով, որովհետեւ դպրոցում կա պատշաճ վիճակում գտնվող մարզադահլիճ, մարզահրապարակ, պետք է հասկանալ ինչպես դա ճիշտ օգտագործել։ Ու կարճ անդրադառնամ կրեդիտային համակարգին, կրեդիտային համակարգը մի պարզ բանի մասին է, դա օգնում է, որպեսզի հատկապես բարձր դասարաններում մեր երեխաները դադարեն մեզ տալ են հարցը, թե ինչու են իրենք սովորում, որտեղ դա ուղիղ պատասխան է այդ հարցին, իրենք սովորում են եւ այդ սովորածը դառնում է իրենց հետագա կրթության մի մասը,
մասնագիտական կրթության։ Եվ պետք է ասեմ, որ կրեդիտային համակարգը գործում է բուհ դպրոց համագործակցության պայմանագրի միջոցով, որի արդյունքում բուհը ճանաչում է դպրոցի կրեդիտը եւ սա ոչ թե պիտի փոխարինի ընդունելության համակարգին, պետք է հիշեցնեմ, որ բարձրագույն կրթության եւ գիտության օրենքի նոր նախագծով մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերափոխել ընդունելության համակարգը եւ վստահաբար դպրոցի կրեդիտները այդտեղ կարեւոր դեր կունենան, բայց այս փուլում դա նաեւ օգնելու է, որպեսզի երեխաները դպրոցից հետո բուհում իրենց ուսումնառությունը ավելի արդյունավետ կազմակերպեն։ Օրինակ, եթե մի բան արդեն սովորել են դպրոցում, դա չկրկնեն բուհում։ Հիշեցնենք երևի թե այսօրվա հանդիպման վերջին հարցը եւ ավարտենք։ Բարև ձեզ։ Ես Վահագն եմ Գասպարյան, ապրում եմ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, զբաղվում եմ ծառայությունների մատուցմամբ, անհատ ձեռներեց եմ։ Իմ տղան 2024 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսաիրավեգիտական համալսարան, ակտուարական եւ ֆինանսական բաժին, առկա ուսուցմամբ։ Այնուհետև մեկնել ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Որոշակի ժամանակ անց նա որոշել է, որ պետք է կնքիլ պայմանագիր Պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարով։ 2025 թվականի փետրվարից նա ծառայում է պայմանագրային հիմունքներով Պաշտպան հայրենիաց ծրագրով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայության ընթացքում նա համատեղի ուսուցումը հեռակա ուսուցմամբ։ Սակայն ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա բաժնում հեռակա ուսուցում չկա։ Հարցս հետեւյալն է. հնարավորություն ունենք առանց վերաքննություն տալու կամ կրկին քննություն տալու, քանի որ նա ընդունված է եղել, փոխել բաժինը այլ բաժին եւ սովորի հեռակա ուսուցմամբ համատեղելով ծառայությունը, եւ երկրորդ, Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայության ընթացքում ինչպիսի արտոնություններ ունեն վարձավճարների հետ կապված։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, նախ պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ ձեր որդին ընտրել է Պաշտպան հայրենիաց ծրագրին մասնակցելու հնարավորությունը, որտեղ սա բանակի բարեփոխումների շրջանակներում շատ կարևոր ծրագիր է եւ կարևոր է նաեւ, որ մեր քաղաքացիները այդ ծրագրի շահառուները լինեն եւ օգտվեն այն հնարավորություններից, որ ընձեռված են։ Ինչ վերաբերում է կրթության իրավունքին, մենք իրականացրել ենք ենթաօրենսդրական մակարդակում կարգավորումների փոփոխություն եւ Պաշտպան հայրենիաց ծրագրում ընդգրկվելու պարագայում առկա ուսուցմամբ սովորող մեր ուսանողները ավտոմատ ինքնաշխատ եղանակով տեղափոխվում են հեռակա ուսուցման համակարգ։ Այստեղ հարցը առաջացել է զուտ այն պատճառով, որ ձեր նշած մասնագիտությամբ հեռակա ուսուցում նախատեսված չի։ Այս պարագայում ձեր որդին կարող է բուհի տեղափոխման կարգի համաձայն տեղափոխվել հարակից որևէ այլ մասնագիտություն սովորելու եւ ընդհանրապես անհրաժեշտ է, որպեսզի այդ մասով դիմում գրվի, բուհում լրացվի եւ այդ ընթացակարգն ու կանոնակարգը պահպանվի։ Կարող եք նաև դիմումը գրել մեզ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որտեղ մենք արդեն հաշվի առնելով նաև նախընթաց կոմունիկացիան, այսինքն մեր տեղեկացվածությունը հարցից, կփորձենք հետևել, որպեսզի դա տեղի ունենա առանց լրացուցիչ խոչընդոտների։ Ինչ վերաբերում է ուսման վճարին, այստեղ ուրեմն առանձին զեղչային համակարգ նախատեսված չի Պաշտպան հայրենիաց ծրագրի մասնակիցներին, սակայն բուհերում գործում են առաջադիմության եւ այլ սոցիալական խմբերին պատկանելիության դեպքում լրացուցիչ զեղչեր, որոնցից կարող եք օգտվել, եթե դրանց համապատասխանում է ձեր որդին, բայց միևնույն ժամանակ ես ձեզ կուզեմ հիշեցնել մի շատ կարևոր հնարավորության մասին, որի մասին արդեն իսկ ընթացս խոսեցինք գործընկերների հետ, դա սոցիալական կրեդիտների համակարգն է։ Պաշտպան հայրենիացում ընդգրկված մեր քաղաքացիները ըստ էության նաև վարձատրվում են, որը հարկվող եկամուտ է, ինչը նշանակում է, որ Պաշտպան հայրենիացի շահառու ձեր որդին կարող է իր իսկ վճարած հարկից մինչև 100,000 դրամի չափով տարեկան ստանալ հետ վերադարձ, եւ սա նշանակում է, որ դա արդեն իսկ 100,000 դրամով նվազեցնում է իր ուսման վարձը եւ սա նշանակում է, որ Պաշտպան հայրենիաց ծրագրից օգտվելով միաժամանակ նաեւ սոցիալական կրեդիտի շահառու է դառնում, եթե բուհում ուսանող է եւ սա վերաբերում է ոչ միայն ձեր որդուն, այլ վերաբերում է այս ծրագրին շահառու մեր մյուս ուսանող քաղաքացիներին։
Հարգարժան տիկին նախարար, հարգելի պատգամավորներ, շնորհակալ եմ եւ պատասխանները շատ բովանդակալից էին եւ հետեւաբար շատ ծավալուն ու խոստանալով չկորցնել կապը մեր քաղաքացիների հետ, ովքեր ուղղել էին արդեն իրենց հարցերը, ստիպված ենք ավարտել եթերը եւ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաեւ մյուս գերատեսչությունների հետ եւ հետեւելով կառավարության եւ ազգային ժողովի պաշտոնական էջերին կկարողանաք տեղեկանալ սպասվող հանդիպումների մասին եւ նախապես ուղարկել ձեր տեսահարցերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։